Արմեն, դու նաև երևի առաջիններից էիր կամ առաջինը, ով նաև գերմանական էլեկտրոմոբիլներ սկսեց վաճառել, այսինքն մեր մոտ ընդունված է մտածել, պատկերացնել չինական պետք է լինի էլեկտրական մեքենան, բայց քո սրահներում կա երևի գերմանական բոլոր ավտոարտադրողների, հա, Mercedes-ից մինչև Porsche էլեկտրական մեքենաներ։ Այդ մասով ինձ միշտ հետաքրքրել է որտեղից եք դա ներմուծում, որտեղ է դա արտադրվում եւ արդյոք այդ մեքենաները նույնպես ունեն գերմանական որակ, թե սա արդեն մի քիչ ուրիշ տեսակի ավտոներ են։ Ներմուծում ենք Չինաստանում արտադրվում, Չինաստանից ենք ներմուծում, միայն Lexus-ները, որ Ճապոնիայից ենք ներմուծում, Lexus-ները Ճապոնիայում արտադրվում ու Ճապոնիայից ենք ներմուծում, այսինքն Ճապոնիայից բերում ենք Չինաստան, Չինաստանով բերում ենք Հայաստան։ Որակապես կարելի ասել, որ ավելի ոնց որ հագեցած օպցիաներով ու վարողներն էլ կպնդեն, որ ով որ էլեկտրոմոբիլ է վարում, ոնց որ էլ չի կարող անցում կատարի բենզին մեքենաներին, ավելի չգիտեմ։ Ինչ ես դու վարում, քո մեքենան ինչ է։ Ես տարբեր մեքենաներ եմ վարել, սկզբից Honda էի վարում, հետո Dongfeng վարեցի տարի ու կես, իդեպ շատ լավ մեքենա է Dongfeng-ը, որի պաշտոնականը մենք ենք, ու միակ մեքենան է, որ full մենք ոնց որ ասած գարանտիա ենք տալիս ամեն ինչի համար, որտեղ ես տարի ու կես վարել եմ ու գիտեմ ինքը ինչ առավելություններ ունի, ինչ որակ ունի, այո։ Այդ թվում դաժե այդ մի մոդելը անվադողեն էլ է մեր վրա երաշխիքը։ Հասկացա։ Այդ մնացած մեքենաների մասով որակապես շատ ենք վաճառել։ Այսինքն Porsche-ն, օրինակ Չինաստանում արտադրված Porsche-ն ինքը ունի Porsche Taycan-ը։ Taycan-ը, հա, ինքը ունի գերմանական որակ։ Կարելի ասել ավելի լավն է, քանի որ ավելի օպցիաներով հագեցած է։ Լավ, հիմա կա կառավարության որոշում, որ մյուս տարի 15000 քվոտատան էլեկտրական մեքենաներին, ոնց ես տեսնում դու շուկան, ինչա լինելու հաջորդ տարի, եւ դա մեծ թիվ է, փոքր թիվ է, ոնց է շուկան փոխվելու։ Օրինակ անցած տարի որ 8000 քվոտա էին տվել, 3000-ը դիլերների համար, 5000-ը ամսապների ֆիզանցանց համար, շատ արագ սպառվեց այդ 5000 հատը, որի նպաստողն էլ մենք էինք, ու 500-ից 700 մեքենա ունեինք այդ ընթացքում։ Իսկ այս տարի 15000 քվոտա են տվել, դեռ պարզ չի, քանի հատ է կտան ֆիզանցանց, քանի հատ կգնա դիլերներին, պաշտոնական ներկայացուցիչներին Հայաստանում, բայց էլի սպառվելու է միանշանակ եւ ինձ թվում է 20-25000 մեքենա կվաճառվի 26 թվին։ Այդ իսկ վաճառով մենք հիմա մեր սպասարկման կենտրոններն ենք մեծացնում, ես տեսնում եմ ապական թե ինչ է կատարվելու։ Շատ ահռելի մեծ տարածք ենք վերցրել ու կառուցում ենք, որ այդ սպասարկումը շատ կարեւոր է, էլի, որ այդ պատոկը կարողանանք սպասարկենք։ Հասկացա։ Եվ դու ունես նաև ամենամեծ տեսականին, այսինքն քո խանութներում մոտ 100 անուն մեքենա կա, դա ինչով է պայմանավորված։ Սովորաբար ընկերությունները 1, 2, 3, լավ 5, լավ 10 տեսակի բրենդ են ներկայացնում իրենց մոտ, քո մոտ 100 տեսակի է։ Ոնց է ստացվել, որ այդքան բազմազան է քո ապրանքացանկը ու ինչով է պայմանավորված։ Մենք չենք հիմնվել ոնց որ մի բրենդի վրա ու այդ մի բրենդը զարգացնենք, որտեվ մուլտի բրենդը այսօր ոնց որ ավելի շատ պահանջարկ ունի, ենթադրենք մեկը Dongfeng չի ուզում է BYD Sigur կամ BYD Yuan-Up, մենք տեսականին ապահովում ենք եւ մուլտի բրենդի վրա ենք համ շեշտը դրել, համ էլ պաշտոնականներն ենք վերցրել։ Այս վերջերս Չինաստան էինք գնացել շուտով 2026 թվականին կունենանք նաև նոր պաշտոնական մեքենաների ձեռքբերում, որը շուտով հանդես կգանք։ Որն է, եթե կարաս ասես թե գաղտնիք։ Եթե կարելի է չասեմ։ Okay, շատ լավ։ Եվ մի հարց էլ էլեկտրական մեքենաներից, ու արդեն անցնենք Արմեն Աբրահամյան գործարարին, հա, ինչ շատ հետաքրքիր ես դու որպես գործարար, ոնց ես sense մեծ մասշտաբի գնացել, ոնց ես հաջողել, ոնց ես կարողանում քո շուկայում քո նիշան պահես, ու որ ամենակարևորն է քո մեջ ինչն է ինձ շատ sense ասած դուր գալի փողային հարցերում դու շատ sense հստակ ես, եթե ինչ որ մի բան ես ասում, այդ հստակ անում ես, ու դա այսօրվա գործարար աշխարհում շատ թանկ որակ է։
երբ որ մարդը փողային հարցերում եւ առհասարակ բիզնեսում պայմանավորվածություններին շատ լուրջ է վերաբերվում ու կարող է դու մի ամիս առաջ ինչ որ բան ասես, մի ամիս հետո եւ այդ կապված ու դա անես, նույնիսկ այն ժամանակ, երբ որ դիմացի կողմը կարող է մոռանա դրա մասին, այդ շատ բարձր որակ է։ Ու ինձ հետաքրքիր ես դու որպես գործարար, դրա համար կուզենայի ամփոփելով էլեկտրոմոբիլների թեման եւս մի հարց տայի ու արդեն անցնենք քեզ քո անձին։ Ինչ ես կարծում, ոնց ես տեսնում առհասարակ ավտոպրոմը եւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ինչա լինելու բենզինային մեքենաների հետ։ Եվ ես ունեմ երկու հատ բենզինային մեքենա, մեկը Porsche, մեկը Lexus է։ Անապահ վաճառեք։ Ինչ է սպասվում այդ շուկային։ Հատկապես երկրորդային շուկային, որտեղ ասենք նույն, չգիտեմ, լիստեեմով, ավտոեմով լիքը առաջարկներ կան, ինչա լինելու այդ շուկայի հետ։ Օրինակ 15 օր Չինաստան մնացի, մի քանի օր առաջ եմ եկել ու Չինաստանի շուկան շատ էի ուսումնասիրում։ Քայլում ես դու, ոչ մի շշուկ չկա, որտեղ 95% էլեկտրոմոբիլներ են։ Ու օդներ մաքուր է, օդը մաքուր, ոչ մի աղմուկ չկա, չես լսի սիգնալի ձայն, չես լսի մի հատ ասենք բենզինով մեքենայի դռունի ձայները, չգիտեմ, հանգիստ, այնց խախանդ էր անցնում, այնց հանգիստ էր անցնում։ Ես էլ շատ կուզենայի, որ մեր Հայաստանը անցում կատարեն բոլոր էլեկտրոմոբիլների, քանի որ ինքը անաղմուկ է, չի աղտոտում, օդը մաքուր է լինում, հա, այնտեղ ճիշտ է, ակումուլյատորների խնդիր կա, որ ասում են անընդհատ այդ է, այդ հարցն է, որ մարդկանց ուզում է, թե ինչ է լինելու այդ ակումուլյատորների հարցը 8-10 տարի հետո, այդ ակումուլյատորներ գալու է ժամանակը, որ լրիվ գնալու է Չինաստան, հետ նորից վերամշակվի։ Իսկ Հայաստանում չի ուտիլիզացվելու էլի։ Մենք այդ առումով աշխատանքներ ենք կատարում, դա կլինի երևի էլի մի բիզնես ճյուղ, որ մենք կհիմնենք ու այդ մասով ոնց որ ասած կնպաստենք դրան, որ ակումուլյատորները կարողանանք արտահանել Չինաստան վերամշակման։ Նաև մի քանի զավոդներ ենք մանեկել, խոսել, այդ մասով իրանք շատ հումքի կարիք ունեն։ Որովհետև հիմա ասենք միլիոնավոր մեքենաներ է վաճառվում ու պատկերացրեք միանգամից գնալով շատանում է։ Այո։ Այդ պահանջարկը շատ է լինում մետաղի։ Որքանով կարացա հարցին պատասխանել։ Ես ստացա իմ հարցի պատասխանը, ինձ նաև նոր մեքենաների շուկան է հետաքրքիր, այսինքն նոր բենզինային մեքենաներին ըստ քեզ ինչ է սպասվում։ Բենզինային մեքենաների վաճառքները ինձ թվում է կիչնի, որովհետև 2026 թվականին շատ եմ ուսումնասիրել, բոլորը շատ ուժեղ մրցակցային լիքը տարբերակներ են առաջարկելու, զավոդները մեկը մեկին ոնց որ մրցակցելով ու շատ ուժեղ գիգանտներ են իրենք, անընդհատ նոր մտահղացումներ են իրականացնում, որ բենզինային մեքենաներին կուլ տան, ոնց որ ասած ու չլինեն գլոբուսի վրա, ու չինացիների կարգախոսը նրանում է, որ իրանք վերջ դնեն Mercedes, BMW կամ ասենք աշխարհարչակ ճանաչված մեքենաները, հա, իրանք ամբողջ ուշքումիտը այդ է, որ վերջ տնեն, ասենք ճանաչված դարերով եկած այդ բենզինային մեքենաները, իրանց ուշքումիտը այդ է, որ կուլ տան եւ աշխարհը գրավեն էլեկտրոմոբիլներով ու հիբրիդային մեքենաներով։ 2026 թվականին շատ էլի մեծ բում է լինելու, ավելի լուրջ բաներ են առաջարկելու շուկայում եւ ինձ թվում է, ով որ անցում է կատարել էլեկտրոմոբիլի, հաստատ իրենց այդ բենզինային մեքենաները չեն վարում, հայաթում կանգնած են, այդ թվում ձերը Գրիգոր ջան։ Բայց հանուն անկեղծության ասեմ, մեկ հաճույք եմ ստանում վարելուց, որովհետև քիչ ուրիշ է, այդ ավտոմատ փոխանցումը տուփը փոխելը, բանը կամ չգիտեմ։ Մեկ։ Հա, մեկ։ Մեկ ամիսը մի անգամ կամ երկու ամիսը մի անգամ։ Մեկը սենց ասեմ, էլի, բենզինային մեքենաները լինելու են ուտիլ, չեն իմանա ինչ անեն։ Որտեվ գնալով անընդհատ կատարելագործվում։ Շուտա ծախենք։ Հա, վաճառեք միանշանակ, անապահ վաճառեք։ Դե նայ, էլեկտրոմոբիլը իմ կարծիքով մի հատ շատ կարևոր թերություն ունի։ Դա այնա, որ այդ մեքենաների մեջ էներգիա չկա։ Մի տեսակ նոր մեքենա ես վարում եւ չես զգում այն նորի հաճույքը, էլի, որ ասենք կար բենզինային այդ տրադիցիաներ ունեցող բրենդների մոտ։ Թե ընկերությունը 100-120 տարեկան է կամ ավելի մեծ կյանք ունի, որոշակի խարիզմա է ձևավորվում այդ մեքենայի մեջ եւ BMW-ն իր խարիզման ունի, Mercedes-ը իր խարիզման ունի, Porsche-ն իր խարիզման ունի
ու այդ մոդելները վարելուց օրինակ ես իմ վրա նկատել եմ, որ եթե ճապոնական մեքենա եմ վարում, իմ համար մեծ հաշվով ճապոնական ինչ կվարեմ, բայց եթե գերմանական եմ վարում, ես Porsche եմ վարել, ես ուզում եի հաջորդը էլի Porsche լիներ, sense, այսինքն բրենդը կապում է իրան, դու էմոցիոնալ ոնց որ iPhone-ը, հա, iPhone-ի հետ եթե մի անգամ iPhone-ը օգտագործում, հետո այդ բրենդի հետ կապվում ես։ Իմ կարծիքով էլեկտրական մեքենաների մեծ թերությունը դա այդ խարիզմայի պակասն է։ Իմ համար մեծ հաշվով այդպես կապ չի ստեղծվում մեքենայից, էլեկտրական մեքենայից, բայց գերմանական բենզինով մեքենայի հետ այդ կապը կա։ Շատ լավ, մենք դե հազարավոր մեքենաներ ենք վաճառել 3 տարվա ընթացքում ու դա ահռելի մեծ ցուցանիշ է։ Մենք հաճախորդներ ունենք, որ արդեն 5-րդ մեքենան է առնում մեզանից էլեկտրական ու նաև տվյալ հաճախորդը ուղղորդել է հարյուրավոր հաճախորդների մեր մոտից, որ գնեն մեքենա։ Այսինքն, եթե տվյալ հաճախորդը 5-րդ մեքենան առնել է մեզանից, գնել է մեզանից, այն որ վերջ է դրել էլի բենզինային մեքենաներին, որ միշտ հրաժարվել է։ Հա, ասենք, չգիտեմ, յուղ փոխելը լիքը խնդիրներ առաջացնում։ Ճիշտ է, էլեկտրոմոբիլներն էլ խնդիրներ ունեն, բայց ամենակարևորը որ ովքեր որ մեր մոտից ձեռք են բերել, ժամանակին սպասարկվում են, մենք խնդիրները չենք թողել հաճախորդներին, խնդիրները մերն է, էլի։ Հաճախորդը մեզանից ձեռք է բերում մեքենան ու վсё, ինքը չպիտի խնդիրի մասին մտածի, խնդիրները մերն է, հաճախորդը պետքա գնի եւ վայելի։ Մենք ժամանակին սպասարկում ենք, ոչ մի խնդիր չի տալիս մեքենաները եւ վայելում են հաճախորդները։ Ընդունված է ասել, որ բենզինային մեքենաների մեջ ամենահուսալին դա Lexus-ն է, իսկ էլեկտրական մեքենաների մեջ ով ունի այս համբավը։ Ճիշտ եք ասում, Lexus-ը ես 15 տարի Lexus եմ քշել, վարել։ Եվ երբ որ անցում կատարեցի էլեկտրոմոբիլի, այդ Lexus-ը ձեռք էի բերել $42,000 եւ 16,000-ով արագի մեջ վաճառեցի գնաց, որտեվ կոմֆորտը ուրիշ է էլեկտրոմոբիլների։ Որակապես, եթե ժամանակին սպասարկվեն, բոլոր էլեկտրոմոբիլներն էլ որակ ունեն էլի։ Այսինքն չկա այդպես որ առանձին մոդել, որ ասենք ամենահուսալին իրանք են։ Օրինակ Չինաստանում տաքսիները որ մեքենաներն են օգտագործում։ Polestar-ները։ Polestar կա ու այնտեղ հիմնականում բան են վարում։ Եվ BYD, հա, Չէ, Dongfeng։ Dongfeng։ BYD ես 1000-ից 1 էի տենում, Dongfeng էին վարում, որտեվ Dongfeng-ների հենց ակումուլյատորները, քաթել ակումուլյատորներն են, որը շատ երկարակյաց է եւ Dongfeng էին վարում, որի պաշտոնական ներկայացուցիչը մենք ենք նաև էլի։ Dongfeng-ը իդեպ մեր ակումբում ծնված գործընկերության արդյունքում ձերը դարավ չէ, մեր ընկերոջ Կարենի Կարենը ներկայացնում, հետո Կարենը փոխանցեց քեզ։ Ես ինչ եմ հիշատակում սա, որտեղ մեր ակումբը գործընկերության մասին է ու ես միշտ ուրախանում եմ մի օր էլ որ դու նշեցիր, որ մեր ակումբից բազմաթիվ գործարաններ հենց քեզանից մեքենա են գնել եւ միշտ ես դրական հետադարձ կապ եմ ստացել իրանցից գնելուց հետո էլ ինչ հարց եղել է, ոնց եղել է, միշտ ոնց որ տղերքը գոհ են մնացել, որտեվ ակումբն էլ գիտես, նենց է որ ցանկացած վատ քեզ շատ ավելի արագ է տարածվում, այս բային մենակ դրականը կարամ ասեմ ու հիշատակեմ, որի համար ես քեզ որպես ակումբի նախագահ շատ շնորհակալ եմ եւ նաեւ վստահ եմ ես հանուն արդարության ասեմ, ես ինքս մեքենա եմ ձեռք բերել, գիտես, մեր մյուս ակումբակցից, իդեպ էլի շատ գոհ եմ, շնորհակալ եմ Xpeng-ի համար, մեր Արթուրին, հանուն արդարության ասեմ, ոնց որ ես այդ մոդելը սիրեցի ու այդ մոդելը բերեցի ու ես նրա կողմնակից եմ, որ ակումբում բոլոր մեր ընկերներն էլ, ովքեր զբաղվում են այս բիզնեսով, էլի ունենան գործընկերներ, աշխատեն ակումբում եւ ոնց որ ամեն մեկը իր հաճախորդը ունի, էլի, ասենք ասած։ Կարենը, եթե մեզ լսելու է, այո, կլսի, քեզ շնորհակալություն։ Կարենը ասաց, որ Արմեն ջան, Dongfeng-ը ես եմ վերցրել պաշտոնականը, բայց ուզում եմ, որ վաճառեմ եւ ինձ առաջարկեց, ես գնեցի մեքենաները ու պաշտոնականը ես դառա։ Կարեն ջան, եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն։ Ընտիր։ Հա, ու Կարանի հյուրը լինելու է, հա։ Մենք խոսանք, հիշատակենք այս թեման։ Ու ասեմ, որ Dongfeng-ի մասով ես ուսումնասիրեցի, Dongfeng-ը 18 ճյուղով արտադրություն ունի, ինքը դարեդար եկած բրենդ է, այդ թվում ռազմատեխնիկա է արտադրում Dongfeng-ը։ Իսկ հիմիկվա այս
դիզայնն էլ է շատ սիրուն, ոնց որ Porsche կային լինի, չէ՞, նման է։ Porsche ու Lexus-ի հավաքածու է։ Հա, հետաքրքիր է։ Այսինքն ռազմարտունաբերությունից եկել են միջև քաղաքացիական ավտոպրոմ էլի, հա։ 18 ճյուղով ինքը արտադրություն ունի Dongfeng-ը ու տարբեր անուններով։ Օրինակ մերը Dongfeng Forting Friday-ն է։ Եվս Dongfeng-ի պաշտոնական կա Հայաստանում։ Տարբեր անուններով։ Շատ լավ։ Դե ինձ թվում է, այս թեման բոլորին հետաքրքիր է, ինչա կատարվում է շուկայում, ուրա գնում շուկան, շատերը արդեն ձեռք են բերել էլեկտրական մեքենա, շատերը դեռ այդ ճանապարհին են, ընտրում են, եթե ուզում եք ընտրեք որակյալ մեքենա եւ ստանաք որակյալ ծառայություն, էլի վստահորեն կոչ եմ անում դիմել Արմենին, Արմենի ընկերությանը, Eco-Motors-ին, եւ հիմա անցում կատարենք քեզ որպես գործարար, ինձ շատ հետաքրքիր գործարար ես դու, նշեցի մի դրվագ քո մասին, նաեւ մյուսը կուզենամ ասեմ, շատ գործարարներ մրցակցային պայքարի մեջ մտնում են գնային բանով, հա, ոնց որ գին իջացնելով, երբեմն դեմպինգով եւ այլն։ Դու իմ ճանաչած այն քիչ գործարարներից մեկն ես, ով լրիվ ուրիշ ճանապարհով է գնում, մեկ-մեկ ինձ կարան ասեմ, որ Արմենի մոտ գինը բարձր է, բայց ես դրա տրամաբանությունը հստակ գիտեմ, ինչա մտնում այդ գնի մեջ, հա, ինչքան հավելյալ բան կա դրա մեջ, հա, ոնց որ, բայց դու գնի մասով բան չունես, էլի, էս էլ էժան անեմ, $100 էժան անեմ, մի հատ էլ $100 անեմ, որ ինչա քեզանից օգտվեմ։ Դա խոսում է գործարարի ուժի մասին եւ իր ոնց որ ընտրած քաղաքականության մեջ վստահության մասին է խոսում։ Կուզենայի մի քիչ քեզանից պատմեիր, քո կարծիքով ո՞րն է քո հաջողության հիմնական, չգիտեմ, 3 գործոնները կամ ոնց է ստացվել, որ դու այսքան արագ, այսքան էլի էժան չվաճառելով ուրիշներից, sense լավ շուկայում քո տեղը զբաղացրել ես։ Շատ լավ հարցեր Գրիգոր ջան։ Ես իմ Միրգ բանջարեղենի խանութները, որ Սասերի կողքն ա եղել, Պարմաների, ես նաև Սասից թանկ էի վաճառում Միրգ բանջարեղենը, ու գալի մտնում էին իմ խանութը, տեսնում էին, ասում են, ինչ թանկ ես վաճառում էլի, բայց որակը տեղն էինք պահում, յուվելիրնի որակ էինք տեղը պահում, որ մենք անում էինք Սասից 10 անգամ ավելի շատ առևտուր, մեր շրջանառությունը Սասի մրգի բաժնից 10 անգամ ավելի շատ է շրջանառությունը, ու թանկ վաճառելով, ես միշտ էժան վաճառելը բոլորն էլ կարան, պետքա դու կարանաս այնպիսի գնով վաճառես եւ այնպիսի ծառայություններ մտցնես դրա մեջ, որպիսի տարբերվես բոլորից։ Հերթական թե չէ կլինեի ես էլ հերթական այն մնացածի պես, ովքեր որ կարճաժամկետ իրանց գումարները աշխատում են ու իրանք երկարաժամկետ չեն նայում այս գործը։ Ես երկարաժամկետ եմ տեսնում այս գործը ու full աջախորդին ոնց որ կապում ենք մեր հետ սպասարկման հետագա քայլերով եւ ինչի համար ոչ թե թանկ վաճառել, այլ նորմալ գնառաչարկ տալ եւ իրա մեջ լինի ծառայություններ, որ հետագայում դու սպասարկում ես հաճախորդներին եւ կոմպենսացնես։ Հասկացա։ Շատ լավ։ Իսկ այլ ինչ գործոններ կան, որոնք քո կարծիքով քո հաջողությունն են ապահովել, կամ սկզբունքներ բիզնեսում, կամ ինչ որ անձնային հատկություններ, որը քո մոտ կա, վաճառելը արդեն գիտենք, որ ստացվում է, ու շատ լավ է ստացվում։ Ես Eco-Motors հիմնելով այդ սկզբնական շրջանում Մանթաշյանց ակումբի անդամ էի եւ Կլուբ Կապիտալի ակումբի անդամ էի, ես շատ էի շփվում ընկերական բոլորի հետ եւ ոնց որ ասած ոչ թե հետագա այլ sense բաների համար, որ կապեր ձեռք բերեմ իմ բիզնեսը առաջ տանեմ, միշտ տալու գաղափարով էի ես բոլորի հետ շփվում եւ Eco-Motors-ը որ հիմնեցի եւ թե Կլուբ Կապիտալի ակումբի անդամները, թե Մանթաշյանց ակումբի անդամները ինձ վստահելով օրինակ պայմանագիր էինք կապում, ենթադրենք $20,000, $30,000 փոխանցային, որ ես մեքենան ձեռք բերեի, իրանք առանց որևիցե մի վարքյան մտածելու փոխանցում էին, որովհետև դավերիա էին անում ինձ եւ ակումբները շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ բիզնես ոլորտի վրա, որ մի անգամից սրընթաց աճ ունեցա, որի համար շնորհակալ եմ ձեզ Գրիգոր ջան եւ Մանթաշյանց ակումբի հիմնադիրներին։ Ակումբները մեծ արդյունք են տալիս, որին խորհուրդ կտամ լիքը մարդկանց մտնեն ակումբներ։
Շնորհակալ եմ քեզ գնահատականի համար։ Այդ նաև նրանից է, որ դու կարող ես հարաբերություն ստեղծես, այդ հարաբերությունը պահես, որովհետև ինքը ակումբը անզոր է, եթե գործարարը նախաձեռնող չի ու ինքը այդ տալու настрой չունի ակումբում։ Շատ գործարաններ կան, որ ակումբից չեն վերցնում այնքան ինչքան դու ես կարող վերցնես, որովհետև նաև չկա այդ նախաձեռնողականությունը գալ, շփվել, ծանոթանալ, գործարքի մեջ մտնել, հələ գործարքի մեջ մտնելը հարցի կեսն է։ Գործարքի մեջ մտնելուց հետո նաև պետք է այդ գործարքից դուրս գալ, ամեն անգամ քո սոցիալական կապիտալը ավելացրած, որովհետև մի բանա գործարքից շահույթով դուրս գալ, մի բանա գործարքից դուրս գալ նաև հեղինակության պրոֆիցիտով, ավելցուկով, այդ դա ամենակարևորն է, եթե գործարարը կարող է դա անի, հաջորդ գործարքի մեջ մտնելուց ինքը արդեն մտնում է եւ այն նախորդի շահույթով եւ պլյուս այն հեղինակությունով, որը ձևավորվել է։ Դա շատ կարևոր է։ Ինչքան տեսնում եմ զարգանում է այս առողջ ապրելու մշակույթը, հա, այս բրասլետները, ֆիթնես որ Ցավոտ կան։ տեղն է դա։ Բոլորի ցավոտ տեղը, մանավանդ գինու խմիչքի ոլորտի ժողովրդի Ազդում է, համար։ արդեն նկատել է, Ֆանտաստիկ ազդում է, շատ։ Ես օրինակ եթե առաջ կարայի ամիսը 1-2 բաժակ գինի խմեի, հիմա նկատում եմ արդեն։ Ամիս։ Ձեր համար ամենավատ հաճախորդն եմ ես։ Բայց դու Իսկ ինչ գինի։ հին արենի եմ շատ խմում, որովհետև հին արենի Սպիտակ, կարմիր 4 պարտադիր ու խմում եմ մեր ակումբի գործարանների արտադրած գինիները, ձեր գինին, հին արենի արտադրած գինին, իմ համար այդ պրինցիպիալը հենց մեր ակումբի արտադրած գինիները, թին գինիները, որը մեր Սուրենն է արտադրում, բայց քանի որ այս ֆիթնես բաները, հա, գadgetները, բաները գնալով զարգանում են, դու մի բաժակ խմում ես, առավոտը զգում ես, որ տարբերություն կա, ու սպորտի հետ, իմ լայֆսթայլի հետ գինին գնալով դառել է անհամատեղելի։ Օրինակ, սուրճի հետ մենք այսօր զրուցում ենք ու հասկացանք, որ դու շատ ես սուրճ խմում։ Կարող են կեսը գինի սարքել, կեսը սուրճ ու հավատա, որ վաղ առավոտյան ավելի լավ կզգաս։ Ես փորձում եմ գինի սիրող, գինի խմող ավելացնել այս պայդրությամբ։ Ոնց ես տեսնում, օրինակ, ապագայում 5-10 տարի հետո ինչ է լինելու։ Կարող է ոչ ալկոհոլային գինիներ լինեն, թե դա հնարավոր Ոչ չի։ ալկոհոլային գինիներ արդեն կան։ Կան արդեն իրականում եւ հիմա շատ մեծ անկում է գնում համաշխարհային գինու ասպարեզում համաշխարհային թվերը որ նայում ենք 30% անկում է գնացել գինու սպառման։ Այո։ Եվ գնալով ավելի վատանում է, հենց գինին, եթե խոսում ենք, նույնիսկ վերջերս մենք որ գնացել էինք Ֆրանսիա, իրենց ժողովրդի հետ էին խոսում գինու ոլորտի հենց ասոցիացիայի հետ էին խոսում, իրենք ամեն ինչ փորձում էին անել, որպեսզի փոխեն այդ իրավիճակը։ Այո, գնում է առողջ ապրելակերպ ու ամենակարևոր հարցն է, որ ինչով են փոխում գինին կամ խմիչք ալկոհոլային, դա ոչ հյութն է, ոչ կամ ասենք վիսկին կամ այլ ընտրանի ալկոհոլն, դա ջուրն է։ Այո։ Ջուր են խմում։ Այո։ Ու դրա դեմ չենք երկուս պարագաներ կարելի ասել ցավոք թե չէ, կարծում եմ այլ մենք հիմա ոնց որ բոլորս մխրճված ենք մեր աշխատանքի մեջ, արդեն այդ խմելու պահը չկա շատ, բայց կարծում եմ գինին այն խմիչքն է, որը պարտադիր է, ինքը տենց հավես է, հաճույք է, ինքը գեղեցկության մասին է, ինքը լրիվ ուրիշ տրամադրվածություն է տալիս, բայց ես զգացել եմ Հայաստանում ահագին սկսել են խորանալ արդեն չեն ասում սպիտակ գինի, ասում են օրինակի համար լալվարի խաղողից։ Քիչ-քիչ զարգանում է, դա էլ է զարգանում։ Մի քանի process տենդենց զուգահեռ գնում է։ Գնում է, որովհետև ահագին աշխատանքներ են տարվում եւ գինեգործների կողմից, եւ հիմնադրամի գինու հիմնադրամի գործ։ Պատկերացեք, իրոք շատ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում եւ գինու օրերը, որ լինում է, դա էլ է շատ փոխել, դա շատ օգնել է։ Իդեպ այս տարի իրենց 10 տարին է եւ շատ ցենց մեծ Երբ է որ ամսին է։ Հունիսի 5-6-7 Հա 5-6-7 Ուրբաթ կիրակի օրերը նույն տեղում, բայց ավելի մեծ մասշտաբով երևի կլինի, տենց մանրամասն չեմ խորացել, համենայն դեպս մենք էլ ենք ներկա լինելու։ Դա էլ է օգնում, դա էլ է մարդկանց մեծ մցրե այդ կուլտուրան, որ գինի կարելի է խմել, գնել։ Միակ բանը, որ այսօր չունենք, դա ինչպես կինոներում սառնանը բացում են, մի բաժակ լցնում են, նստում են կինոյը, չունենք դեռ դա։ Շատ քիչերի մոտ է այդ, բայց քիչ-քիչ կգա։ Դե նայ, շատ ակտիվ հիմա նաև բլոգինգն է գնում, առողջ ապրելակերպի, նայում ես 1-2-3 միլիոն դիտումներ ունեն այն բլոգերները, ովքեր բժշկական կոնտենտ են տալի, այդ anti-aging ուղղություն կա, հա, որ մարդիկ ուզում են երիտասարդ մնան, հատկապես մեր տարիքում, երբ որ դու
արդեն հասել ես այն վիճակին, որ ֆինանսապես կայացած ես, արդեն մտածում ես ինչի մասին, երկար առողջ ու երիտասարդ կյանքը շարունակելու մասին, ստեղ արդեն ոգելից խմիչքը, ոչ մի գինին դե ամենա, այսպես ասած, անվնասն է համատած մյուս խմիչքները, օրինակ ամերիկյան ֆիլմերի մեջ ոնց է, վիսկի, անընդհատ վիսկի, դա են իրենք ոնց որ բան արել, այդ ֆիլմերով մտցրել են բանի մեջ, բայց հիմա ես տեսնում եմ, որ գինին էլ արդեն փոխվում է, մարդիկ սկսում են քո ասած ջուր խմել կամ օրինակ բադերի շուկան է մեծանում, տարբեր, չգիտեմ, հավելումներ են օգտագործում, որը պահում է։ Դա էլ բան, գիտեք ինչ է արվում, խնդիրը բարձր ալկոհոլներ, շատերը չեն խմում, որովհետև այդ բարձր ալկոհոլն է, որ ազդում է, չես կարողանում օրվա մեջ խմես, սպասում ես ուրբաթ շաբաթ եւ այլն, բայց հիմա բոլոր տենդենսը գնում է ցածր ալկոհոլ։ Օրինակ մեր գինին դա առավելություն ունի, մեր խաղողն է դա տալիս, մեր տերուարն է տալիս, որ մեր գինին լինի 10% օրինակ ալկոհոլ կամ 12%։ Հայկական կարմիր գինները չունեն այդ հնարավորությունը, իրենք շատ լավ sense բարձր, որտեղ մենք high altitude, ինչպես ասած, երկրում ենք ապրում եւ բնականաբար ալկոհոլի բանը բարձր է լինում։ Բոլորի տենդենսը գնում է ցածր ալկոհոլ սարքել գինիներ, որովհետեւ առողջ ապրելակերպ գոնե ալկոհոլը ցածր լինի, այսինքն իրավիճակի հետ լուծումներ գտնում ենք։ Հնարավոր չէ օրինակ ունենալ 2-3% ալկոհոլով գինիներ։ Տեսականորեն հնարավոր է թե հնարավոր է առանց ալկոհոլի ունենալ, բայց այդ գինի չի այլևս։ Հա, չէ, լինի, բայց շատ քիչ լինի։ Իմաստը, էլ իմաստ չունի։ Հա, որտեվ ոնց որ խաղողի սոկ խմես, խաղողի հյութ։ Հիմա շատ են իրականում նանալկոհոլիկ գինիներ, հենց մենք ինքներս ներմուծում ենք ֆրանսիական ոչ ալկոհոլիկ գինիներ։ Հա, մի քիչ էլ այդ բիզնեսից պատմի, հա։ Հա, ներմուծում ենք այդ ոչ ալկոհոլային գինիները, օգտագործում են երիտասարդները մանկական ռեստորաններում եւ այլն կամ հղիներն են խմում։ Բայց դա գինի չի, դա չի տալիս այն, դա ոտերը չի թուլացնում, դա աչքերը չի փայլում, հա, իրականում ժպիտ եւ այլն, տրամադրություն չի, չես կարա ստեյքի հետ կամ ասենք ձկան հետ այդ նանալկոհոլիկը խմել։ Գիտեք, գինին դա կուլտուրա է, դա լայֆսթայլ է։ Կամ դու դրա մեջ ես, կամ դրա մեջ չես։ Համաձայն եմ։ Դրա մեջ երբ որ ես, դու նաև շատ այլ ուրիշ համապատասխան բաների մեջ ես, դա շատ հետաքրքիր կուլտուրա է։ Օրինակ դու քանի բաժակ գինի ես խմում միջին ամսվա մեջ։ Չեմ հաշվել, բայց մենք իրականում շատ ենք, մենք նույնիսկ օֆիսում փորձարկումներ որ անում ենք մեր գինում, մենք շատ ենք խմում դեգուստացիա։ Իդեպ sense միած sense խնդալու հետաքրքիր բան պատմեմ, երբ որ նոր մտա ես գինու ոլորտի մեջ, երբ որ դեգուստացիա ես անում, դու պարտադիր չի խմես։ Դու կարաս խմես, համերը նայես, տեսնես ինչ վիճակ է եւ հետո դա ոնց որ սպիտուն գոյություն ունի, հանես դուրս հանես։ Ինձ համար դա մի տեսակ ոնց կարամ, հա, դա ոնց որ գինին հետ ոնց կարելի է գինին թափել, պետքա խմել։ 1, 2, 10, 15 օրվա վերջ ես հասկացա, որ չէ, ես էլ պետք է սկսեմ գինին այդպես ինչպես որ մնացածն են անում, որտեվ գլխիս ազդում էր։ Ես գինի իրականում խմում եմ, համարյա ամեն շաբաթ մենք խմում ենք գինի, ուրբաթ շաբաթ խմում ենք, լավ տրամադրություն է, պարտադիր չի շշերով, պարտադիր չի շեց մի քանի բաժակ, նույնիսկ մի բաժակ գինին, դա արդեն ինքը տալիս է իր հավես էֆեկտը, սառը, սպիտակ հաճիկով խմում ես։ Ընտիր, դե կավելացնեմ, հետ կբերեմ գինին մի քիչ։ Այո, իմա ես կմատակարարեմ գինին։ Ես կմատակարարեմ գինին եւ կգամ կհետևեմ։ Okay, վիդեո հաճոտ կուղարկենք խմելու բան, այո։ Շատ ես առասարակ այն շարժման կողմնակից եմ, որ մենք մեր ամենաթանկ ակտիվ առողջությունն է եւ երբեմն նույնիսկ ռադիկալ, sense որոշ օրինակ ես 10-15 տեսակի բաներ կա, որ ընդհանրապես չեմ ուտում, գազավորված, մշակած սնունդ ամեն դեպքում բայց ունեմ ավել քաշի խնդիր եթե դա էլ չանեի կամ դա եթե անեի չգիտեմ ավելի շատ կլիներ բայց ամենաթանկ կապիտալը առողջությունն է ու հիմա երբ որ նայում ես նույնիսկ բլոգերներ կան ասում են բժիշկ բլոգերներ որ նույնիսկ տարվա մեջ 1-2 բաժակը դա բավականն է տարվա մեջ պատկերացրու համաձայն չեմ հակառակ բժիշկներ կան որ պետք է ամեն օր մի բաժակ գինի կարելի է խմել չէ ու իրականում այդ ամեն ինչ որ մենք տեսնում ենք բլոգերները ինչ ասում են, չգիտես ում հավատաս։
Այսօր այն ամենը չգիտես որ նա ճիշտ է։ Դրա համար ավելի լավ է հիմնվես քո զգացողության վրա, ինչ ես դու դա զգում։ Եթե մի բաժակ գինի խմելուց հետո լավ չես զգում քեզ, մի խմի մի բաժակ գինի, կամ խմի մի քիչ ավելի թեթև գինին, փորձի այլ գինի։ Շատ իրականում կարա նաև ազդի, որ խաղողի գինին ենք խմում։ Դա է շատ կարա ազդի։ Ամեն մարդու չի։ Օրինակ ես կարմիր գինի չեմ կարող խմել։ Ես կարմիր գինի խմելուց հետո իմ սիրտը սկսում է արագ տպտպալ, ես ինձ շատ վատ եմ զգում։ Ոտերս, ձեռքերս ուռում են եւ այլն, այսինքն առողջական։ Ես դրա համար միայն սպիտակ գինի եմ խմում։ Այսինքն դա էլ է էքսպերիմենտ, դա էլ է փորձ, քանի որ դա մեր մոտ նոր է, այդ մշակույթը սկսել, ոնց որ վերածնունդն է եղել։ Փորձել է պետք, ես գինի խմեցի, գլխացավ ունեցա, սիրտը սկսեց տպտպալ, լավ չզգացի, բայց կարող է այնտեղ կա մի այլ խաղողի տեսակի գինի, մի այլ ռեգիոնի գինի, որը որ շատ լավ ազդում։ Ընտիր։ Դրա համար պետք չի հանձնվել։ Ես միջև վերջ պնդելու եմ դա։ Okay, շատ լավ։ Բայց արի ընդունենք, որ այն թեզը, որ ռադիացիայի դեմ լավ է գինին, դա մարքեթինգային, այսպես ասած, հնարք է եղել, չէ՞։ Կովիդի ժամանակ էլ ինչեր էին ասում, որ խորանակ է։ Տաուրին, չէ՞, տաուրինա գինում ես, չէ՞, տենց բան կա, թե տաուրինը։ Ես իրականում բաց եմ թողել այդ ռադիացիայի պահի, ես տեղյակ չէի, որ ես կուղարկեմ նյութեր, հա։ Ну, լավ է գինի ունենք, եթե ինչ որ մի բան եղավ ընթացքում, գինիով կարանք։ Ինձ թվում է, չէ, դա լրիվ միթ է, իրականում միֆ է, որտեվ գինին շատ լավ է առողջության համար, ասում են արյան, հա, շարժման համար շատ լավ է, ինքը լավ է, լավ տրամադրության համար, լավ երեկոյի համար։ Եթե ինչ մեկից նեղացել ես, կարաս գինու շուրջ այդ հարցերը լուծես, բիզնես թոքերի համար, ինքը ֆանտաստիկ միջավայր ու մթնոլորտ է ստեղծում։ Իմ համար գինու մետաֆիզիկ կողմն էլ է շատ հետաքրքիր, քանի որ ինքը աստվածաշնչում օգտագործվող խմիչք է, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բայց գոյություն ունի, spirit բառը երբեմն նույնացնում են հոգի բառի հետ, հա, եւ սպիրտային ոգելից խմիչք խմելը ոգելից, հա, նաեւ որոշակի սպիրիտուալ, այսպես ասած, ծես է ինքը, հա, մարդու համար, այսինքն եթե դու օրինակ շատ ես ոգելից խմիչք օգտագործում, ըստ էզոտերիկների դու ավելի բաց ես լինում այդ տոնկի պլանի տարբեր process-ների, այն մկաններ թուլանում են եւ այդ պաշտպանական շերտերը բացվում է եւ կարան տոնկի պլանում ինչ որ process-ներ լինեն։ Բայց ինչքան ես խմում, չէ՞, ամեն ինչի շատը կարա Եվ օրվա ժամը, իդեպ երեկոյան ինչքան մենք մոտենում ենք դեպի գիշերվա ժամի, այնքան այդ սպիրիտուալ ազդեցությունը գինու մեծ է լինում։ Դա թեզ է, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Ես բյան գինին չէ, դա ինչ որ որևէ spirit ոգելիցի հետ է խոսքը գրում, բայց նաև շատ կարևոր է մի այլ հանգամանք ես կարծում եմ։ Մարդու տեսակից էլ է, օրինակ մարդ կա, որ կարա մի բաժակ խմի եւ ինքը ամբողջովին տենց իրեն տենց թուլանա, հա, տենց լավ տրամադրության մարդը խմումա չի ազդում, նայես դու ինչ հոգեվիճակում ես այդ պահին գտնվում, դա ինքնակառավարումն էլ է շատ կարևոր։ Այո։ Շատ անգամ եղել է, որ մենք լավ տրամադրություն ենք ունեցել, ասենք ընկերներով եղել ենք, ես խմել եմ լավ տրամադրություն, պետք էր այդ պահին կենտրոնանալ ու ես մի անգամից հավաքվեմ կենտրոնացել եմ։ Դա ինքնակառավարման հետ է կապ ունի, եթե կարաս ինքդ ինքնակառավարես։ Շատ գինի շատ հետաքրքիր եզրեր ունի, նայած ոնց է իրեն հետ շփվում, ինչպիսի դիալոգի վրա ես դուրս գալիս գինու հետ։ Մենք պետք է գիտես ինչ անենք, մենք պետք է այսօր անպայման գնանք խմելու։ Եշֆայմեցի կամ այո գնանք խմելու։ Ես էլ ճիշտ ասած ես մտածել էի, որոշել էի հետս մի շիշ գինի բերեի, բայց հետո տեսա, որ նման բան չի արվում, մնացած ոնց որ քոր բաների ժամանակ ոդկասթների համար որոշեցի զերծ մնալ, ոնց որ ինտրիգ չանեմ, էլի այդ միտքը։ Բայց մենք sense հետաքրքիր հնարավորություն ունենք։ Մեր առաջի 3 ամենաշատ դիտված ոդկասթների հյուրերին ես երկրորդ անգամ եմ հրավիրելու։ Այս պահին առաջի տեղում Ծյուշն է, Coffee House-ի, երկրորդ տեղում Բակուրն է, Մելքոնյան Artlanchi եւ երրորդ տեղում Արսեն Ավետիսյան Red Invest Group-ի։ Մենք այս ոդկասթը մեծ շանսեր ունի լինելու ճեղքելու եւ մտնելու երեակ հույսով եմ ես խոստանում եմ որ մենք եթե նկարենք այդ երկրորդ մասը իսկ մենք շատ խոսալու բան ունենք արվեստ, բիզնես, լայֆսթայլ, գինի անվերջ կարելի է ստիմանալ խոսալ պետք է լինի միշտ բոլոր զամբյուղների մեջ խանութ գնալուց պարտադիր հայկական գինի ես իրականում ես վերջերս մի հատ sense առնչվեցի ռեստորաններից մեկի հետ անունը չեմ ուզում տամ խնդրեցի հայկական գինի ասես ներողություն մենք չունենք Հա, չէ, ես էլ եմ բականում, այո։ Ու Հայաստանում ես,
Դու պետք է, դու պարտադիր է ունենաս։ Ուրիշ բան, որ ունենաս երկուսը միասին, բայց հայկական գինի պարտադիր է ունենալը։ Այսօր մենք բոլորս պետք է գնենք հայկական, նու բնականաբար կարանք գնենք արտասահմանյան, չեմ ասում, բայց պիտի գոնե 80-20% տարբերություն լինի։ Պետք է մեկս մյուսին support անենք։ Նվեր ենք առնում, հայկական գինի նվեր առնենք, զատիկա, հայկական գինի։ Այս շաբաթ առավոտյան մենք եթեր ենք գնալու 12:30, ովքեր դեռ սեղանի գինի իրենց առաջին լինի, գնում են տոս գինիները։ Ոչ միայն տոս, որևէ հայկական գինի, բնականաբար տոսը ված չէր լինի, տոս կամ զո, չէ, իրոք ես կողմ եմ, ինձ համար շատ կարևոր է մենք ամբողջովին հայկական կուլտուրան գինու զարգացնենք։ Մենք առաջ չենք տանում միայն մեր գինին, մենք վերջերս ունեցանք շատ հետաքրքիր համագործակցություն Չինաստանում լավագույն սոմելիեներից մեկի հետ, որ ես վերջին 5 տարին ամեն տարի լավագույն սոմելիեներ մենք չենք ներկայացել միայն տոց գինի, մենք ներկայացրենք հայկական գինին, հայկական մշակույթը, մեր տարածաշրջանը, որտեվ պետքա բոլորս դա անենք, որ ի վերջո միտեղ հասնենք։ Եթե ամեն մեկս մերը առաջ ոնց որ տանի, մերը իրենը միայն առաջ մղի, ապա տեղ չենք հասնի։ Ընտիր։ Մտածելակերպը պիտի գլոբալ լինի։ Ես լրիվ կիսում եմ քո այս եւ գաղափարների վարժեքները ու կարծում եմ, որ դա մի ֆրոնտով, մի մեծ նպատակով առաջ շարժվելու մասին է։ Այո։ Ընտիր։ Դե ես ուզում եմ գամ Զարա Մազմանյան Մարթուն առհասարակ։ Ես գիտեմ դու շատ երջանիկ կին ես, մայր ես, գործարար ես, մեր կանանց ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է, ոնց ես համատեղում 4 բալիկ ունես, չէ՞։ 4 բալիկ ունեմ։ 4 բալիկների մամա ես, 2-3 բիզնեսների հիմնադիր ես, ղեկավար ես ու նաև ակտիվ անընդհատ Այո։ Չէ, նաև այստեղ եմ եկել։ Ոնց ես համատեղում հարցերի հարցն է սա։ Շատ հանգիստ իրականում, քանի որ ես տեսել եմ, իմ մաման էլ այդպես է։ Ես այդպիսի ընտանիքում եմ մեծացել եմ ընտանիքում։ Մենք 3 քույր ենք, 3 քույր ենք, երկուսս Հայաստանում ենք, մեկը Նյու Յորքում։ Իմ մաման, պապան երկուսը աշխատել են, միշտ աշխատել են եւ մենք եղել ենք կազմակերպված փոքր տարիքից ամեն ինչ արել ենք ինքնուրույն, ամեն ինչ գիտակցել ենք ինքնուրույն, մաքսիմալ օգնել ենք ծնողներին։ Եվ ես փորձել եմ դա իմ երեխաների մեջ էլ մտցնել իրականում, որ օրինակ աղջիկը մեծ մեր փոքր տարիքից իմ ցուցահանդեսներ էր գալիս, ինձ օգնում էր, արձանները հանում էր, ծանր դնում էր, ձգում էր, ամեն ինչ անում էր։ Դա կյանքի փորձն է, որը իրենք սովորում են։ Մեծ աղջիկը նշեցիր 15 տարեկան։ 15 տարեկան, եւ ես կարծում եմ, որ եթե դու ուզում ես մի բան ու սրտանց ես անում, դու ժամանակը գտնում ես, ծևերը գտնում ես։ Եվ այսօր ու լարվածություն չի լինում, չէ՞, դու կարող ես հանգիստ առանց այդ շնչակտուր վազելու, ստեղից ընդեղ օֆիսից, չգիտեմ, դպրոցից տուն, այդ որ դպրոցից զանգ է գալիս, շրջակտուր վազում եմ, որտեղ հաստատ մի բան եղել է։ Նու իրականում կա դա այդ վազքը կա, այդ ամեն օրվա նույնատիպ վազքը եւ այլն կա, բայց դա է այսօր մեր, եթե դա չլինի, ինչ ենք անում։ Արձակուրդ ենք գնում, առաջին 3 օրը սենց լավ ուրախանում ենք, որ հանգիստ ենք, երրորդ օրվանից հետո սկսում ես արդեն գժվել, դու սովոր ես այս ռիթմին, դու ուզում ես ինչ-որ մի բան անել, մի բան ստեղծես, մի բան անես։ Կարծում եմ, հետո գիտեք, դա նաև մարդու բնավորությունից է, ամեն մարդ չի, մարդ կա, որ սիրում ամեն ինչ սենց կարգու կանոնով, ոչ մեկ իր հետևից չընկնի, ժամանակ է պետք եւ այլն, մարդկա պանիկա է անում, չէ, ոնց հասցնեմ, ոնց տանեմ, իսկ մարդ կա, որ ասում է, չէ, ես ամեն ինչ կարամ անեմ, կհասցնեմ։ Տենց տարբեր տեսակի լինում է։ Այդ դեպքում մի հարց երեխաներին դաստիարակելու, մեծացնելու, եթե համար 1 սկզբունքը կանոնը ասես քո համար, որը քո կյանքում կիրառում ես, որը կլինի։ Ես եմ օրինակը, ես եւ իմ ամուսինը, մենք ենք օրինակը։ Մենք այն ինչ անում ենք, իրենք դա կրկնում են։ Ես աղջիկաս վրա նույնից օրինակը բերեմ, որովհետեւ տղաները տիկնիկներով չեն խաղում։ Ես ոնց եմ միշտ իրան սիրել, ինքը փոքր ժամանակ տիկնիկների հետ տենց է խաղացել։ Նույն ձև, ինչպես որ ես այդ համովիկս, չգիտեմ, այսպեսի բառերով եւ այլն, ինքը իր տիկնիկների հետ այդպես, այսինքն մենք ենք օրինակը։ Այսօր ամուսինը ինչպես է քեզ դուռը բացելուց դիմավորում, դու ինչպես ես ամուսնուն դիմավորում, մարտի 8-ը էսա ինչպես է, ինքը երեխեքը դա անցալում են, սովորում են։ Իսկ մի առաջին օրինակը դա մենք ենք, տատիկ պապիկներն են։ Հետո նոր գալիս է մնացած շրջապատը։ Նու ինչ որ տարիքից հետո շրջապատը սկսում է խանգարել, բայց երբ որ տուն են գալիս, այդ իրանք ուղղվում են։ Չէ, մենք ենք։ Բիզնեսում համար 1 թեզը որն է։ Մարդկային լինել եւ տարբերություն չդնել քո եւ մյուս աշխատողի մեջ։ Դա իմ հոտ ամենակարևորն է։ Ես եւ մեր մնացած աշխատակիցներս բոլորս նույն
level-ի վրա ենք Կան գտնվում։ արդարությունը գործում է բոլորիդ համար։ Կանոնները գործում են բոլորիդ համար։ Այո, այո։ Դա եւ նաեւ գիտեք ինձ համար շատ կարեւոր է իրենք իրենց լավ ու հանգիստ զգան, որտեւ այսօր ի վերջո իրենք են իմ կարեւոր սյուները իրենք են։ Ես մենակով չեմ կարա անել այդ ամեն ինչը։ Իրենք են իմ սյուները, ես իրենց շատ սիրում ու հարգում եմ ու Քանի հոգի են։ Ընդհանուր մենք 12 հոգի ենք։ 12 հոգի ենք պլյուս գինեգործարանի աշխատողները։ Ցավոք գինեգործարանի աշխատողները ամեն օր չեմ տեսնում, բայց շատ հաճախ հանդիպում ենք։ Մենք այնպիսի մի միջավայր է մեզ մոտ, որ բոլորը այնպես են աշխատում, որ դա իրենցն է։ Իրենց գինն է մի շիշ ավել վաճառելուց մեր մոտ ցած մի հատ բում է լինում կամ ինչ որ մի հաջողություն ու դա հասել ենք նրանց որովհետև մենք իրոք միջավայրը ստեղծվել է մարդկային է ոնց հանգիստ է չգիտեմ ես ոնց եմ բոլոր խանութներում կա տուսկինիները բոլոր նկատի ունեմ այո բոլոր սուպերմարկետներում սուպերմարկետներում գոյություն ունի տուսն ու զոհենք այո բոլոր սուպերմարկետներում բոլոր մասնագիտացված խանութներում բոլոր ռեստորաններում համապատասխան ռեստորաններում բնականաբար շատ լավ եւ մի հարցել 3 ամենաքո սիրելի խոհանոցները քանի որ ապրել ես աշխարհի տարբեր երկրներում առաջին եւ միակ միջերկրային բան Middle Eastern cuisine լիբանանյան խոհանոց ինձ թվում է դրանից են կոն ոչ մի խոհանոց գոյություն չունի այո ինքը շատ համով է մանավանդ լիբանանյան տարբերություն շատ մեծ է լիբանանյան Սիրիայի խոհանոցը լիբանանյան խոհանոցը ֆանտաստիկ ֆանտաստիկ համեղը դեռ Երևանում չեմ գտել ես այդ ռեստորանը որը 100% լիբանանյան խոհանոց կմատուցի բայց շատ համով է երկրորդ խոհանոցը որ ես շատ եմ սիրում դա իտալիականն է երևի հա իտալիական խոհանոցը պաստաները լազանյաները տիրամիսուի համար ես գժում եմ ես հատուկ գնացել եմ Իտալիա որպեսզի սովորեմ տիրամիսու սարքել եւ կարամ ասեմ շատ համով եմ սարքում Ընտիր մեր իդեպ կոֆի հաուսի տղաները որ բացեցին Ֆեյնը Ֆեյնի տիրամիսուն խորհուրդ կտամ փորձես հա պետքա փորձեմ ֆանտաստիկ է տղաները էլի Իտալիայում են վերապատրաստել իրենց խոհարարին օ շատ լավ ես ուր գնում եմ որտեղ կա տիրամիսու ես պարտադիր պետքա փորձեմ Ընտիր եւ երրորդ խոհանոցը երրորդ խոհանոցը մի քիչ շատ sense ավելի էմոցիոնալ կասեմ իմ մամայի խոհանոցն է իմ մաման ցավոք սրտի այսօր մեր հետ չի այլևս բայց ինքը իմպրովիզ էր անում իր արմատները Վրաստանից էին ինքը շատ զարգացած sense օպերա երգչուհի կին որը այնպեսի խոհանոց էր անում որ եւ գեղեցիկ ներկայություն կարող եմ ասեմ իմ մամայի ես միջև հիմա չեմ կարող իմ մամայի սարկած սալատներից սարքեմ շատ եմ փորձում չի ստացվում այդ երեքն են բայց մամային առաջինը կտան է իրականում առաջինը կտան է հետո քիչացեմ իսկ հայկական խոհանոցը հայկական խոհանոցը ինձ համար եթե շատ դժվար է օրինակ այդ տոլման եւ այլն չէ ես չեմ մեծացել շատ այտենց հայկական խոհանոցային միջավայրում ինձ համար դա ծանր ուտեստ է քանի որ ես մեծացել եմ ծովային, թեթև եւ այլն ես շատ եմ սիրում ավելի տենց թեթև ուտեստներ։ Հայկական խոհանոցը շատ սիրուն է, շատ սիրուն ասելով մենք ինձ թվում է փոխել ենք հայկական խոհանոցը ժամանակի ընթացքում։ Մենք շատ հետաքրքիր սնունդներ ենք ունեցել եւ իրենք չեն եղել տենց ծանր։ Դա ինչ որ ժամանակահատված է եկել, որ հետո է սկսել տենց լինել։ Մենք ունենք շատ գաստրոնոմիան մեր ֆանտաստիկա։ Գիտես, իմ կարծիքով մեր ամենամեծ առավելությունը հայկական խոհանոցի որն է, որ դու կարող ես հստակ տեսնել, այս սպիտակուցա, սա ածխաջուր է, սա ճարպ է, սա էլ կլեչատկա է, հա։ Հա, եթե տատիկը չխառնի մեջը, ուրիշ բան է։ Հա, իմ համար շատ հեշտ է ճիշտ սնվել հայկական խոհանոցի ռեստորանում։ Եթե ինձ պետք է օրինակ 150 գրամ սպիտակուց, ես գիտեմ ինչ ուտեմ։ Դա այս խնդիրը իմ մոտ անլուծելի է, երբ որ ես ճամփորդում եմ, լինում եմ Իտալիայում, իմ կինն էլ է շատ սիրում իտալական խոհանոց, ու երբ որ ես նստում եմ, օրինակ ես չգիտեմ ինչ ուտեմ, որ այդ բալանսը պահեմ։ Արդեն գնաց ու լիբանանյան, երբ որ մենք հաճախ ենք Դուբայում լինում, ուտում եմ եւ լիբանանյան եւ արևելյան խոհանոց, մի քիչ էլի հնարավոր է տարբերակել, հա։ Կարող է սննդը այո, հա, բայց էլի այն խոհանոցը, որտեղ այդ բանը չկա, իսկ այսօր էլի այդ նույն անտի-էյջինգ ուղղություններից մեկն էլ է, որ դու բալանսավորված սնվես, այդ կալորիաները, համամասնությունները ճիշտ պահես եւ այլն, իմ համար ուրիշ խոհանոցներում շատ բարդ է դա, էլի։ Այո, համաձայն եմ։ Կարաս հանգիստ ուտես մի բան, որի մեջ ճարպերն օրինակ շատ են, ինքը յուղոտ լինի, օրինակ ուզբեկական խոհանոցը մենք ֆանտաստիկ համով է, բայց յուղոտ է, հա։ Բայց շատ
շատ երկար է, հա։ Իդեպ մի հատ հետաքրքիր բան ասեմ, խոհանոցների հետ կապված վերջերս հանդիպում ունեինք մեր Ռուսաստանի ներմուծող կազմակերպության հետ։ Շատ հետաքրքիր միտք տվեց, ասեց ինչու դուք գինեգործները չեք համագործակցում Հայաստանից դուրս հայկական ռեստորանների հետ։ Ինչ ձևի համագործակցել։ Դե գիտեք, այսօր շատ դժվար է իմպորտեր գտնել, հա, դիստրիբյուտոր գտնել այլ երկրում, process-ներ կար եւ այլն եւ այլն։ Ինքը ասում էր, փորձեք այնպեսի մի բան ստեղծել, չեմ կառավարության հետ խոսալ եւ այլն, որ իրենք ձեզ օգնեն դուք կապի դուրս գաք հենց ռեստորանների հետ եւ համադրեք առաջին ձեր visibility-ին կլինի այդպես, որտեղ երկիր չկա, որտեղ հայկական խոհանոց չկա։ Ու բոլոր տեղերում հայկական խոհանոցը սիրված է։ Դա լինի հայկական, դա լինի արևելյան խոհանոց, որտեղ երկուսի մեջ հայկական միքսը կա, հայկական ծննդներ կա։ Շատ հետաքրքիր միտք ասեց իրականում, պետքա մի քիչ դրա էտել խորանալ, մտածել երևի թե որպիսի հայկական գինու ճանաչելիությունը եւ մեր հայկական սննդի հետ համադրությունը ճիշտ ներկայացնենք մենք Հայաստանից դուրս։ Համաձայն եմ, հետաքրքիր է ինձ արաբական երկրներում վաճառվում է սպիրտային խմիչք, օրինակ Դուբայում դա գիտենք ոնց է, իսկ մյուս արաբական երկրներում, օրինակ Սաուդյան Արաբիայում կամ Սաուդիայում իմ ժամանակ չէր վաճառվում, բայց բոլորը ունեին իրենց տան մեջ բար, ես չգիտեմ ոնց էին ներմուծում, բայց ունեին։ Չէ, վաճառ չկար, օրինակ Բահրենում կար վաճառվող, իդեպ ոչ բոլոր ռեստորանները իրավունք ունեն։ Ռեստորանները իրավունք չունեն ոգելից խմիչք վաճառելու, պետք է լիցենզավորված լինես, եթե 5 աստղանի հյուրանոցի կողքն ես, նոր կարաս վաճառես։ Եվ Ռամադանի ժամանակ բացառվում է, չկա ոչ մեկ։ Ունեին փոքր խանութներ, որը ամբողջովին փակ էր։ Դու զանգում ասում ես, այս ինչն եմ ուզում, փոքր take away-ի պատոհան ունեի, սև տոպրակի մեջ մոտենում վերցում ես։ Եվ ամեն մարդու համար նախատեսված էր իրենց աշխատավարձի համապատասխան գումարի կարաս գնում կատարես։ Օրինակ ամիսը 2 անգամ օրինակի համար։ Դա Բահրենում էր։ Սաուդիայում այդ ժամանակ ոչ մի ձև չէիր կարա գնեիր։ Դուբայում կարես, բայց շատ թանկ է, Դուբայում էլ է շատ թանկ, որտեվ 70% թե 80% tax ես վճարում իմպորտ անելուց ոգելից խմիչք։ Եվ պետությունը ներմուծողը հենց պետությունն է, որը հետո սկսում է բաշխել ինչպես Շվեդիայում եւ մնացած այլ լիմիտներով բանով չէ։ Այո, օրենքներ կան տենց։ Նայ, դու հաջողակ գործարար ես, քո ինչ բիզնես դու արել ես, ստացվել է ու ստացվում է, սենց հարց քեզ, ոնց ես մտածում, որն է հաջողության, вообще մարդու հաջողվելու մի քանի աղբյուրը, որոնք են, չասեմ բանաձև, որովհետև բանաձև չկա մեծ հաշվով, կան աղբյուրներ, օրինակ ինչ որ մեկը սնվում է մի աղբյուրից, ինչ որ մեկը մեկ այլ աղբյուրից, հա, որն է քո հաջողության աղբյուրը, որից դու սնվում ես։ Ես պատկերացնում եմ մի քանի բան։ Ես էլ կկիսվեմ, բայց դու նույն բանն ենք պատկերացնում։ Տես Գրիգոր ջան, ինձ թվում է առաջի հերթին աշխատասիրությունը, որը շատ կարևոր է։ Ես տենց սնահավատ չեմ, բայց բախտին հավատում եմ։ Այսինքն մի քիչ էլ պետք է մարդը բախտ ունենա, հա։ Երևի թե всё, այսինքն այդ աշխատասիրության մեջ ինձ թվում է շատ բան է մտնում, էլի, այսինքն եթե դու աշխատասեր ես, կանես, կփորձես, չի ստացվի, նորից կանես եւ այլ, էլի։ Երևի թե աշխատասիրություն մի քիչ էլ բախտ, չէ, չստացված պրոյեկտ կարելի ասել չունեմ, Դոնգֆենգը չեմ համարում չստացված, որտեղ Դոնգֆենգը ոնց որ իր պատճառներն ուներ, հա։ Երևի թե չէ։ Ու մեկ էլ հա շինարարության մասով ինչի շինարարության մեջ չեմ ուզում մտնեմ, ես միշտ շինարարություն եմ անում։ Այս պահին օֆիս եմ սարքում, անգար եմ սարքում, Դուբայում, միջալյուց Դուբայում մասին կուզեմ խոսենք, հա։ Այսինքն միշտ ես շինարարություն անում եմ, միևնույնն է անում եմ, էլի, առանձին շինարարություն, բայց իմ համար եմ անում, այսինքն անձնական, ու հա։ Միշտ շինարարությունով փող աշխատելը իմ համար տենց խորթ ա եղել, էլի, որովհետև ես մեկը իմ համար սարքում եմ, էլի, որը մեծ հաշվով էլի, հա, բիզնեսի մի կտոր է, էլի, հա։ Հասկացա։ Ընտիր, Դուբայում ինչ ես անում։ Դուբայում չեմ անում, ստեղ եմ անում։ Ինչպես գիտես, Dubai Home-ի, հա, ոնց որ Dubai Home-ը մերն է, Անահիտի գլխավորությամբ մի քիչ շատ ասեցի, այս ինչ որ հեսա նորից կասեմ, էլի ոնց որ Հայաստանում առաջինն ենք եղել, որ ստեղից Դուբայ բնակարաններ ենք առաջարկել 2021 թվականից, էլի ունեցել ենք բավականին վաճառքներ, լուրջ տենց մեծ պրոյեկտների վաճառքներ ենք ունեցել։ Հիմա ոնց է շուկան։ Բոլոր այդ հարցն են տալիս, արի մի քիչ շուկայից խոսանք։ Շուկան ես մի քիչ ավելի ոնց որ բացասական կարծիք ունեմ շուկայի մասով, բայց Անահիտը, որ ավելի ոնց որ խորացված է այդ գործի մեջ, քանի որ ինքն է հիմնադիրը,
մտածում եմ որ լավ է լինելու ու դաժե այս մի Բայց քանի այս օրվա բան մասով այս բան կանգնած է հա գները չի էժանանում մի խոսքով էլի տենց Դուբայը սենց էլի իրան այսպես ասած ձիգ է պահում Զեղչված գործարքներ չկան։ չէ մի քանի տենց կորած կառուցապատողներ իրանց վատ պրոյեկտները որ են լավ ժամանակ էլ չեր վաճառվում ինչ որ այդ DLD վճարը հա այդ կադաստրային այդ սկզբնական 4%-ը տիպը հանել են էլի էսա թե չէ ուրիշ Դուբայի կյանքում ոչ մի բան չի փոխվել այսինքն չկա մոլերում զեղչ կառուցապատողներում չկա զեղչ մի խոսքով կայնած է ընդհանուր հա մի քիչ ոնց որ Դուբայը բայց արդեն այս քանի օրը թռիչները բան արել մի խոսքով բացվել հա Այսինքն այդպես Էդ էլ մեր ոնց որ 4 բիզնես, հա, Վակ Մետալը, Վակ Մոթորսը, Վուլինգը։ Վուլինգը առանձին ընկերություն է։ Չէ, Վուլինգը Վակ Մետալով է, հա, բայց ինքը որպես տենց բրենդ, ոնց որ որպես բան առանձին է, էլի։ Նու ներմուծումները բան սա Վակ Մետալ SP-ով արվում, այսպես ասած, բայց դե ինքը առանձին կտոր է մեծ հաշվով, էլի, առանձին թիմ։ Բոլորը մի SP-ի մեջ է։ Դուբայ Հոմը առանձին SP կա, Դուբայ Հոմ SP, մյուսները Վակ Մետալ SP-ով են, այո։ Ինչ էս հարցը, որտեղ շատ գործարաններ կիսում են, տարբեր SP-ներով են Չեմ սիրում, չէ։ Այդ ոնց որ հա, դեսի դաշտ։ հա, դեն որ բան չի արվում, էլի տենց չի ստացվում ինչ որ։ Դաժե այդ որ մի կնիկ ես ունենում, այդ մենակ արժի ամեն ինչ, որ պայուսակիդ մեջ մի կնիկ է, էլի, այսինքն կարելի է մի ֆիրմայով։ Այդ իհարկե իր պատճառներն ունի, դու էլ ես հասկանում, որ մասնատում են ֆիրմաները, բայց դե շատ չխորանանք էլի ոնց է ասում։ Լավ, դե վերադառնանք քո մտածելակերպին, ինչա հետաքրքիր դու ոնց ես մտածում։ Հաջողության երկու ոնց որ բաներից մեկը ասիր բախտն է, մեկը աշխատասիրությունն է։ Իմ կարծիքով եւս երկու բան կա քո հաջողության դեպքում։ Առաջինը քո կնոջ տանդեմն է։ Դա շատ կարևոր բիզնեսի, այսպես ասած, վարման ձև է, որ այսօր Հայաստանում ավելի ու ավելի հաճախ եմ ես տեսնում։ Առաջ գիտես ոնց է, դու գիտես վստահ եմ, որ մեր ընկերներին ասում են ինչի կնոջ հետ բիզնես չես անում, դաժե չէին ուզում լսեին, դաժե գիտես այն փակում, ոնց որ այդ ինչ որ տենց բան է, էլի, բայց արի ու տես կնոջ հետ համատեղ բիզնես անելը ինքը համ տղամարդուն է բարձրացնում, համ կնոջն է բարձրացնում, համ իրանց համատեղ է տանդեմն է լուրջ արդյունք տալիս։ Դրա համար պատահական չի որ դու Անահիտի հետ ինչ որ կետում միացել ես ու այդ կետից հետո ես վստահ եմ էլ ավելի է ուժեղացել հաջողությունը։ Այո, տենց է։ Պատմեմ։ Ուրեմն էլի էսի ոնց որ իմ բիզնես նախաձեռնություններից Անահիտին բերել իմ մոտ ու ոնց որ ասեմ ավելին մենք նույն հարկում ենք մեր կաբինետները 2 մետր հեռավորության վրա են։ Այդ էլի իմ ոնց որ համարցակ քայլերից էր, այսինքն այդ կողքի կարծիքները ոնց որ դու նշեցիր, որ ոնց կարելի է կնոջ հետ աշխատել, հնարավոր չի դա բան։ Ասի փորձեցի ու չեմ փոշմանել, որովհետև Անահիտի մոտեցումը գործին նենց է ոնց որ տան անդամը։ Նու դե էլ ինքը տան անդամ, հա։ Այսինքն այդ շատ է օգնում, էլի։ Մեկը ոնց որ տան անդամի վերաբերմունքը բիզնեսին, այլա աշխատակցինը, այլա։ Կա տենց բան։ Բականացի էներգիան։ Հեսա կանցնենք դրան։ Տղամարդկային։ Մենք իհարկե աշխատանքի վայրում լրիվ այդ բանը, հա, սոլիդարնեսը պահում ենք, այսինքն մեկս մյուսի ոնց որ կաբինետ մտնելուց դուրը թակում ենք, այսինքն եթե մեզ չճանաչեն, չեն իմանա որ մենք, հա, ոնց որ ամուսիններ ենք։ Այդ պահելով ու նաև հա Անահիտը նախ շատ աշխատասեր է, ես գիտեի մինչև իրան ինձ միանալը, ես գիտեի որ ես եմ աշխատասերը, բայց գործը մեծ հաշվով ժամ 6-ին վերջանում է ու տենց մենք մինչև 7-8-ը մնում ենք ու վերջում ես եմ իրան ասում արի գնանք տուն։ Այն ժամանակ որ դեռ ինքը չէր աշխատում, ինձ էր ասում շուտ արի տուն, բայց հիմա ես եմ իրան ասում արի գնանք տուն։ Այդ մեծ հաշվով մեն որ թույն է, լավ է, այսինքն ես ոնց որ ուժեղ եմ, սենց ասեմ, էլի Անահիտով, այսպես ասած։ Դեռ մի հատ հարց ցակեց, նայ, դու շատ ես աշխատում, արդյոք դրա կարիք ունի բիզնեսը, թե ինքը դառել է սովորություն, լայֆսթայլի մի հատ մաս, որ պրոստը պետք է շատ աշխատես, օրինակ չես կարա 5-ին գնաս, օրինակ չես կարա 4 օր աշխատես շաբաթը։ Ցավով եմ ասում, բայց չէ, ամեն տարին սկսելուց ասում եմ, всё, Կարեն, այս տարի շաբաթ օրերը դու պետք է չաշխատես, դե շաբաթել ես աշխատում։ Հա, շաբաթել եմ աշխատում, ու իմ համար շաբաթ օրերը տենց երկու շաբթից գրեթե չի տարբերվում։ Անահիտը չէ իհարկե, բայց ես շաբաթ օրերը տենց պարտաճնաշ գալիս եմ ու չի ստացվում ոնց որ բան անեմ, էլի, բայց ես տեսեք, ոչ թե այստեղ խնդիրը
թիմի մեջ է, թիմի որակի մեջ է կամ բիզնեսի տեսակի մեջ է։ Դու ուզում ես աշխատես։ Այո, հա, ես տենց ուզում եմ աշխատեմ շատ։ Լավ, իսկ բիզնեսից դուրս ինչ ես անում։ Քո կյանքի ինչով արածված, դե գիտեմ, ընտանիքը գիտեմ ու գիտեմ, որ երկու հրաշք տղա ունես, ընտանիքին հատկացած ժամանակը, այո, կարևոր կտոր է, հա, լայֆսթայլում, բայց ուրիշ էլ ինչով ես զբաղվում, ի՞նչն է քեզ ոգևորում բիզնեսից բացի։ Շատ ճամփորդում եմ, իհարկե շատ երկար ժամանակով հələ տենց նախադեպ չեմ ունեցել, բայց մի շաբաթ 10 օր Ամենաերկարը 10 օրն է։ ամենաերկարը 10 օր։ Իսկ կարաս մի ամսով գնաս երկրից։ Նոյեմբերին փորձելու եմ։ Նոյեմբերին փորձելու եմ, հա, դե ոնց որ համել ուզում հասկանամ, Ես էլի։ ամիս 20 օրով եմ գնացել, Հա։ ֆանտաստիկ բան է, հա։ Հա, Դուբայում եմ եղել։ Պես ուր որ գնալու եմ, նու Միացյալ Նահանգներ, այնտեղ ժամերն է չի ոնց որ բանանում, մի հատ կհասկանամ, էլի։ Բիզնեսի համար է դա հա, փորձություն։ Համ քո համար որ նոյեմբերին կտրվես։ մտածում եմ, հա, որ պետք է գնամ, ճամփորդում եմ եւ ուրեմն կիրակի օրերը չեմ անում ոչ մի բան, անայտի հետ գնում ենք ուրեմն գոլֆի, արդեն 17 թվականից գոլֆ ենք խաղում, հա։ Հիմա այս փուլում ոնց որ պաուզաներ շատ ենք տվել, թազա պարապում ենք այսպես ասած, մարզիչով էլի, հա։ Այդպես գոլֆով ճամփորդություն, Իսկ ջիմ հաճախ ջիմ չէ, էլի ոնց որ ամեն տարի այդ շաբաթ օրերի պես որոշում եմ, որ այս տարի պետք է գնամ ջիմ, բայց ոնց որ չի ստացվում, էլի։ Բայց չգիտեմ գոլֆի մասով ինչքան բան ոնց որ գիտես, Գրիգոր ջան, ինքը տենց կոնկրետ լավ էլ հոգնում ես իրան տենց ջիմի պես, հա, ինքը կոնկրետ ուստեղով ես հոգնում, հա։ Ինքը տենց թույն խաղա, լավ խաղա ու միակ խաղերից է, որ դու մրցակից չունես, այսինքն դու կարաս դաշտի դեմ խաղաս ուղակի կամ ինքդ քո դեմ։ կամ ինքդ քո դեմ, հա, լրիվ ուրիշ բան ասենց ասեմ, էլի։ Լավ ֆիլմ կա, խոր կտամ մեր ունկնդիրներն են, Բագերա Վանսի մասին լեգենդը, տենց է կոչվում այդ ֆիլմը, գոլֆի ու կյանքի փիլիսոփայությունը միքս արած է, ուղղակի շքեղ մի հատ ֆիլմ է, այդ ֆիլմը որ նայում ես, համ կյանքին ես սիրարում, համ գոլֆին։ Չեմ նայել, բայց անպան։ Հա, գնալ խոստամ։ Այո, համաձայն եմ, որ գոլֆը ինքը առանց մրցակցի խաղ է, բացի դրանից գոլֆը նաև հավասարացնում է բոլոր խաղացողներին։ Դու ինչ որ մի երկրի դեսպան, ինչ որ մի Այո, ունեցել ենք հենց տես նախադեպ, հա, ու ինքը նաև sense մի հատ բան ունի, ուրեմն եթե օրինակ գնդակը, հա, խփեցիր, գնաց ընկավ, չգիտեմ, ինչ որ ճայճի մեջ, բոլորը քո գնդակը հավասար ոնց որ պետք է ման գան։ Ես ունեցել եմ տենց նախադեպ, տենց ինչ-որ տարիքով մարդեր, գնացել տենց իմ գնդակներ ման գալի, որ հոպար ջան սպասի, ես իմ գնդակը կընտրեմ, էլի, որ բայց հետո հասկացա, որ այսինքն այդ հավասարությունն է, էլի, կապ չունի ինքը ինչ պաշտոն ունի կամ ինքը, չգիտեմ, որտեղի դեսպանն է եւ այլ, էլի։ Մի խոսքով տենց թույն է ու տենց, հա, ուրիշ ճամփորդության ժամանակ էլ որ գնում ենք այլ երկրներ, էլի անպայման փորձում ենք այդ երկրում գտնենք գոլֆի դաշտ ու ոնց որ այցելենք, էլի։ Աբու Դաբի չեմ եղել, Դուբային է եղել եմ իհարկե, հա։ Աբու Դաբին է շատ շքեղ, հա։ Շվեյցարիայում դաժե եղել, Ցյուրիխում, հա, խոսքով։ Ընտիր, օքեյ, դե ես կարծում եմ, որ գործարարը պետքա կարողանա ավելի շատ ժամանակ հատկացնել իր լայֆսթայլին ու գնալով է տեսակարգիչը փոխվում է։ Հիմա մենք որ նայում ենք մեր դրսի գործընկեր գործարարներին, իրանք ավելի շատ ապրում են, քան բիզնես են անում։ Հայաստանում հա, որը նորմալ, դրա համար եմ ասում, հələ մի ամսով գնա Ամերիկա, տենանք ինչա փոխվում։ Հետո հասկանանք, չէ։ Հա, էլի։ Չէ, իրականում մի քանի տարի առաջ ավելի վատ էր, այսինքն դաժե կիրակի օրերն էինք աշխատում, եթե ինչ որ կետից որ կիրակի օրերը սկսեցինք չաշխատել, անպայման ինչ որ գործի հետ կապված մի բան գտնում էի, որ այդ օրը անեի, չգիտեմ, ինչ որ բան գնայի նայեի կամ գնայի պրոստը պայստում ինչ որ հաշվար կանեի եւ այլ։ Բայց հիմա կիրակին եմ որ տենց տունն եմ շատ ուղիղ, մենակ գոլֆի ենք գնում, երեխաների հետ եմ ժամանակ անցկացնում, մի խոսքով էլի, այսպես։ Մի հատ ամերիկացի հեղինակ անունը հիշեմ ասեմ քեզ, ըստ իր տեսության դու կարաս անընդհատ աշխատանքի վրա ծախսվող քո ժամանակը կրճատես, բայց դրանից որակը, կառավարման որակը չփոխվի։ Ընդհուպ ինքը մինչև շաբաթական 4 ժամի կրճատում է։ Նույնիսկ դες գիրք կա, ես կարծեմ ունեմ այդ գիրքը, կտամ քեզ, ինչպես շաբաթ աշխատել 4 ժամ։ Իհարկե այդ մի քիչ բան է, հա, շաբաթը 4 ժամ։ Շաբաթը, հա, կարելի է նայել օրինակ 5 օրում ինչ կլինի, հետո քչացնել 4 օրում, որովհետև այդտեղ շատ կարևոր հարց կա, բիզնեսն է մարդու համար, թե մարդը բիզնեսի։ Եթե
բիզնեսն է մարդու համար, հետաբար ինքը քեզ պետք է ծառայի, դու պետք է մաքսիմում ազատություն ունենաս, էլի, ես տենց եմ մտածում, այսինքն եթե բիզնեսմենը ավելի շատ բիզնեսի կողմից է կառավարվում, այդ ազատությունը չկա։ Համաձայն եմ։ Ու մենք էլ մի լավ բան ասեմ, 40-ից հետո դու հələ ունես, չէ՞։ 40-ից հետո ամեն մի ծախսած օրը ավելի թանկին ունի։ Ես տենց զգացողություն ունեմ, էլի։ Հա, համաձայն եմ, բայց ես նաև ուրիշ սենց մի հատ բան եմ զգացել, որը շատ ցավալի է, ժամանակը սկսել է արագ անցնել, բայց այդ չգիտեմ, միգուցե հենց քո ասած այդ տարիքի ահավոր եմ, որ չգիտեմ, էլի, սենց որ առավոտ եկար գործի, մեկ էլ հասկանում ես ժամը 5-ն է, 6-ն է, այսօր արդեն ապրիլն է վերջանում, 4 ամիս անցած, նոր տարին երբ էր։ Բայց այդ մտածում եմ ընդհանուր աշխարհի, հա, կյանքի ռիթմն է, ինձ թվում է, առավել եւս, հա, ու մենք այսօր իրավունք չունենք այտենց նայել ժամանակին նենց ոնց նայում ենք 20 տարեկան։ Հա, չէ, վաղ ուրիշ էր։ Մի իմ կողմից հարգված գործարար կա, վերջերս մի հետաքրքիր ինտերվյուում sense բառ ասաց 40-ից հետո իմ ասած այոն շատ թանկ գին ունի։ Ում այո եմ ասում, այդ շատ մեծ կշիռ ունեցող այո, էլի, հա, էլի։ Գնանք էս ինչ տեղը, հա, անենք էս ինչ պրոյեկտը, հա, բոլոր այդ այոների տակ շատ մեծ գին կա։ Հիմա բիզնեսն էլ այդ նույն ձևով մեզ ասում է կգաս գործի։ Ասում ես այո, շաբաթ էլ կգաս, այո։ Մեծ հաշվով հիմա մենք խոսում ենք պրակտիկայի մասին, հա, այդ էլ կյանքի պրակտիկա է, չէ՞, ասենք մինչև 40-ը, հա։ Ու ես այդ պրակտիկան շատ եմ տենց անոնում, արծածում այսպես ասած, ինչի իմ բիզնեսները նշելուց ասում էի, որ մենք առաջինն ենք, որտեվ ես կարծում եմ, որ դա շատ կարևոր պահ է, հա, այսինքն եթե դու ունես պրակտիկա, ունես փորձ ու ասենք արդեն խնդիրները քո համար լուծելը շատ ավելի ոնց որ հեշտ է, էլի, այսինքն դու անցել ես ճանապարհ, էլի։ Ու այդին վերաբերվում է թե բիզնեսին, թե կյանքին, ինձ պատահական չի որ 40-ից հետո մի քիչ արդեն կյանքին ուրիշ աչքերով ես նայում։ Մի խոսքով, մեծ հաշվով խոսում ենք ինձ թվում է պրակտիկայի մասին։ Այո։ Եվ Որը նաև շատ կարևոր է, էլի։ կյանքի ու բիզնեսի բալանսի մասին։ Ինչքանով այդ բալանսը ճիշտ փաստացի, եթե դու 6 ժամ աշխատես ու դա անես օրը 8-10 ժամ, շատ մեծ է ահռելի ժամանակ է գնում բիզնեսին, մեծ հաշվով նույն արդյունքը կարելի է ստանալ մի քիչ ավելի քիչով, էլի։ Համաձայն եմ, բայց Իմիջիան դա դրա պետք է մեջ է։ մի քիչ ոնց որ քո մեջից լինի, էլի, այդ որ կարողանաս տենց, չգիտեմ, ավելի շատ քո վրա ժամանակ ծախսես։ Իհարկե նորից եմ ասում, նորմալ չի էս ինչ որ հիմա օրինակ իմ գրաֆիկն է, բայց ինձ թվում է քիչ-քիչ կբերեմ դրան, որ մի խոսքով այդ գիրքը որ կարդամ, ինձ թվում է, մեկ էլ այդ մի ամսով որ բացակայեմ, ինձ թվում է այդ հարցը կկարգավորենք, էլի, որտեվ իմ մոտ տարեց տարի ոնց որ թիմս շատանում է, հաստիկները, հա, ոնց որ շատանում են, արդեն ամեն գործ, որ ժամանակին ես էի անում, կան ինչ որ մարդիկ որ անում են, ու ես զգում եմ, որ իմ հեռախոսի զանգերը պակասել է, հա, այսինքն ես ինձ թվում է կհասնեմ դրան, որ կարողանամ իմ վրա ավելի շատ ժամանակ ասխացնեմ, համապատասխանաբար նաև ընտանիքիս էլի անդամ։ Ընտիր։ Նայ, կյանքում միշտ մենք ունենում ենք հետևություններ անելու տարիքներ, ու դու արդեն ունես երկու բավական մեծ տղա, հա, ովքեր արդեն քեզանից սովորում են։ Ինչ 3 հիմնական խորհուրդ կարաս իրանց տաս կամ արդեն տվել ես ու տալիս ես, որը քո կյանքով դու հասկացել ես։ Օրինակ 1, 2, 3։ 3 հատ խոսք չեմ տալի, որ կարամ ասեմ, բայց մի երկու հատ գոնե կասեմ, որը իրանցել եմ ասել։ Դե առաջինը ուսումն է, մասնավորապես լեզուների իմացությունը, որը ես ոնց որ ժամանակին բաց եմ թողել, հա, այդքան չեմ պատկերացրել, որ շատ կարևոր է։ Հիմա եմ փորձում այդ շտկեմ։ Երևի էլի աշխատասիրություն, հա։ Նույնիսկ դու էլ իրանց ես տանում քո մոտ աշխատելու։ Չէ, իրականում չեմ տանում, բայց ես իրանց խորհուրդ եմ տալի, որ իրանք էլ ոնց որ իրանց կյանքը նես դասավորեն, որ մեծ հաշվով բիզնեսով զբաղվեն, որտեվ իմ կարծիքով, եթե այսօր կյանքում ուզում ես ոնց որ քեզ լավ զգաս, դա բիզնեսն է, էլի, հա, ասենք իմ համար, հետո նորից հետ գանք իմ սկզբի ասացին, մեր ընտանիքում բոլորը ոնց որ բիզնեսմեն են եղել, հա, ոնց որ մենք ուրիշ բան ինձ թվում է կարող է կոպիտ հնչի, բայց կարող եւ չստացվի, սենց ասեմ, էլի, բայց բիզնեսը կարծում եմ ստացվում է մեր
տան անդամների մոտ այսպես ասած, հետեւաբար նույնը ես իմ տղաներին եմ ասում, ու մասնավորապես Գորին մեծ տղայիս Վիգենը դեռ փոքր է, ասում եմ, որ ինքը անպայման ոնց որ լավ սովորի ու զբաղվի իր սիրած բիզնեսով։ Իմ բիզնեսի մասին ոնց որ խոսք չկա, այսինքն ինքը ես ասում եմ, քանի ես աշխատունակ եմ, դու իմ բիզնեսի հետ գործ չունես, էլի։ Մեկ ինքը ակնարկում է իհարկե, բայց ես ոնց որ միշտ ոնց որ բանում եմ, որ չէ, սա իմն է, ես դեռ աշխատում եմ, դու գնա, սովորի, մի խոսքով ու ունեցի են նմանատիպ բան ունեցի, ասենք թե էլի, բայց որ ճիշտ նույն իմ product-ը, միգուցե եւ ճիշտ նույն իմ product-ը անի, բայց թող իմ հետ կապ չունեցող բան անի, էլի, սենց ասեմ, էլի։ Մեծ հաշվով ուզում եմ անցնի այն ճանապարհը, ինչը որ կարելի ասել ես եմ անցել, էլի, բայց ավելի գրագետ, այսինքն ավելի ուսումով, հա, ավելի գիտելիքներով լի, էլի։ Okay. Կա հիմա on-line առևտրի մի հատ ամբողջ մշակույթ Հայաստանում, բոլոր կանայք հատկապես, իրանք բոլոր on-line խանութների հետ, ես մեկ-մեկ կատակում եմ, կնոջից ասում եմ, դու եթե լոգիստիկայի բիզնես անենք, դու բոլորից լավ գիտես ապրանքը որ երկրից ոնց բերես հասնես Հայաստան, որտեղ օրինակ Ամերիկայից ինչ որ բան է պատվիրում, պահեստը նշում է այսին որտեղ, էլի Ամերիկայում այդ ապրանքը գալի հասնում է 10 օրում իմ համար այդ շատ բարդ ինչ որ process է, էլի, ու ես ինչ որ on-line բան եմ եթե ուզում առեմ, կնոջից եմ խնդրում, ինքն է դա անում, բայց դա շատ հեշտ է կանանց համար, շատ տղամարդկանց համար է դա հեշտ դառել։ Հիմա ձեր բիզնեսին, օֆլայն խանութի բիզնեսին, դա խանգարում է, չի խանգարում, կարա գա մի օր, որ ընդհանրապես օֆլայնը չլինի, հա, մենակ on-line-ով պատվիրեն։ Կուզեմ մի քիչ այս տենդենսից խոսած ու այս տարբերություններից, հա, օֆլայնի ու on-line-ի։ Այս հարցին շատ հաճախ են տալի, որտեվ իսկապես տենց այս պահին արդիական հարց է։ Եկեք նայենք ամերիկյան շուկան, որ բավական շուտվանից ունի on-line-ը, եւ որ օֆլայնից ընդհանրապես չի հրաժարվում եւ նպատակներ չունի։ Եվ շատ հաճախ, երբ որ ես ինչ-որ հարցերի պատասխաններ չեմ ունենում, ես նայում եմ ավելի խոշոր ընկերությունների վարքագծին։ Ես նայում եմ մարդիկ, ովքեր գուցե ավելի հեռուն են նայում, քան ես, կամ ավելի հեռատես են, կամ ավելի շատ ինչ-որ բան հասկանում են, քան ես, ինչ են անում։ Ու ես տեսնում եմ, որ բրենդները տարիներ շարունակ մանավանդ վերջի տարիներին միայն ակտիվացնում են իրանց օֆլայն presence-ը, ներկայությունը աշխարհում։ Այսինքն իրանց համար շատ կարևոր է, որ իրենք ունենան խանութ։ Դա ընդհանրապես չի բացառում on-line-ի գոյությունը։ Այդ երկու աշխարհը գոյություն ունեն ու պետք է իրանց հետ գոյություն ունենան։ Մենք ունենք օֆլայն եւ մենք ունենք on-line։ Մենք ունենք մեր on-line device-ի կայքը, մենք ունենք on-line call-հանները 3 երկրներում, մենք հիմա Բայց որից եթե ես գնում անեմ, դա կայսա մեր խանութներից։ Հա։ Կայսա մեր խանութներից 24 ժամվա ընթացքում ընդամենը, երբեմն նաև 6 ժամվա ընթացքում։ Այսինքն դուք կապել եք, այսինքն ինքը առանձին չի գալիս, ես չի շրջանցում, բրենդները կամ բրենդներ, ովքեր մեզ թույլ են տալիս ունենալ լոկալ դոմեին, ունենալ լոկալ խանութ, հա։ Օրինակ Call-հանը ոչ միայն դա թույլ է տալիս, այլ պայմանագրով ստիպում է, որ դու պարտադիր պետք է քո շուկայում քո on-line-ը զարգացնես։ Ես դա շատ բնական եմ ընդունում, որովհետև ինչքան հաճախորդ, այդքան տարբեր հաճախորդային վարքագիծ եւ ոչ թե պետքա մարդկանց վարքագծի դեմ ինչ որ հիստերիա ներկայացնել, հա, որ վայ, բոլորը գնացին on-line, այլ հասկանալ մարդու վարքագծի իմաստը եւ դրդապատճառը։ Եթե գնում է on-line, ուրեմն դա իրեն հարմար է, եթե գնում է, ուրեմն ունի ավելի հարմար առաջարկ։ Ընդհանրապես բիզնեսում պետք չի տարբեր մարդկային վարքագծերին վերաբերվել, չգիտեմ, շատ ագրեսիվ կամ ընկնել ինչ որ դեպրեսիայի մեջ։ Պետք է ուղղակի հասկանալ, ինչ են մարդիկ դա անում, ինչ նպատակներ ունեն, ինչա դա իրենց հարմար, ինչ առաջարկել իրենց, իհարկե, ոնց մոնետիզացնել, որովհետև կա on-line, մարդիկ կան չեն ուզում կան խանութ, բնական է, մարդիկ էլ կան ուզում են գան խանութ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում գալ խանութ, առաջարկի իրանց on-line, առաջարկի իրենց նենց առաջարկ, որ իրանք առնեն քո on-line-ից։ Եթե իրենք պետքա սպասեն 7 օր, դու ունեցի լավ customer service, առաջարկի իրանց 6 ժամում։ Այսինքն թող պատվիրեն 6 ժամում ստանան, թող պատվիրեն գան տունը փորձեն։ Մեր վարորդը սպասում է, տունը մարդիկ փորձում են, վերադարձնում են եւ այլն։ Մենք այդ ամեն ինչին վերաբերվում եմ ես մասնավորապես շատ բնական ու շատ դրական, որովհետեւ բիզնեսը զարգանում է միայն առողջ մրցակցության մեջ, այնց պարզ հայտնի խոսք է, բայց իսկապես եթե տենց է։ Կա on-line, պետք է հասկանալ քո հաճախորդները ինչ են ուզում։
Մենք ունենք հաճախորդներ, ովքեր շատ մեծ հաճույքով գալիս են խանութ, որ մարդկանց հետ շփվեն։ Այո։ Ու ընդհանրապես մարդկային վարքագիծը շատ անկանխատեսելի բան է, որովհետև եթե մենք երբ որ on-line delivery-ն ուտելիքի եկավ ու բոլորը մտածում են հեսա ոչ մեկ տնից դուրս չի գալու եւ չի գնալու ռեստորաններ, մենք հասկանում ենք, որ կա ռեստորանային բում։ Երբ որ դու կարում ես, չգիտեմ, VR ակնոցներով նայես Փարիզի եւ այլն, մեկը մենք ունենք туриզմի բում, որովհետև մարդը ինքը էմոցիոնալ տեսակի արարած է, ով որ սիրում է ստանալ էմոցիաներ։ Դու պետք է կարողանաս օֆլայն տալ այնպիսի էմոցիաներ, քո ստաֆը կա այնպիսի էմոցիաներ, որ այն մարդը, որ սիրում է շփվել, ինքը գա, բայց բոլորից պահանջել, որ բոլորը գան խանութ կամ բոլորը առնեն on-line, տեսպես չի լինի։ Եվ վերադառնալով այն թեմային, որ երբ որ ես ինչ որ հարցերի պատասխան չեմ ունենում, նայում եմ հեռուն ու տենում եմ, որ շատ խոշոր ընկերություններ, գիգանտներ ֆեշնում, իրանք միայն մեծացնում են իրանց օֆլայն ներկայությունը, որովհետև հա, դա ցույց է տալիս իրանց ուժը շուկայում եւ դա իրանց հաշվարկները իհարկե ունեն եւ բացի դրանից դա ցույց է տալիս իրանց կապը հաճախորդի հետ։ Դու չես կարա ստանաս լյուքս պայուսակ գնելուց, ես երբեք լյուքս պայուսակը on-line չեմ առնի։ Թող ես դա իմ անձնականն է, բայց դա կիսում են բոլորը։ Իմ ծանոթները համենայն դեպս, եթե ես պետք է ծախսեմ $2500 օրինակ պայուսակի համար, ես ուզում եմ գնամ այդ experience-ը ստանամ։ Ես ուզում եմ ինձ պատմեն, ինձ հյուրասիրեն, գամ, խոսեմ, որ այդ գումարը ծախսեմ, որտեղ մենք գումարը ծախսում ենք ոչ թե որ այդ բաճկոնը առնենք տաք լինի, այլ որ մենք էմոցիա ստանանք։ Եթե խոսքը գնում է բրենդից։ Դրա համար որոշակիորեն բրենդը տարբերվում ընդհանուր որոշ այլ մաս-մարկետային բրենդից։ Բացի դա կարծում եմ Max Zertsman հետ կա ինչ-որ տարբերություն, եթե դու գնում ես, առնում ես, հենց կրում ես այդ պայուսակը եւ եթե պատվիրում ես ինքը փակած գալիս է, չէ՞ Max Zertsman տարբերություններ կարող Հա, իհարկե մեր մաքսային մարմինները մի քիչ այդքան էլ դա մի փոքր իվնաս մեզ դրա համար են բարձրացնում, այդքան էլ չեն պատկերացնում ապրանքների իրական գինը, քանի որ ուղղակի շատ ապրանքներ անցնում են ուղղակի նկարել ու ChatGPT-ով նայել այդ ապրանքին Դե երևի հոսքը թույլ չի տալիս։ Հա, ծավալը, հա։ Ծավալը թույլ չի տալիս, դա հասկանում եմ, բայց ամեն դեպքում ոնց որ դա ֆակտ է, էլի։ Այդպես է։ Այստեղ ես երկու հարց ունեմ քեզ, մեկը վերաբերում է խանութների ֆիզիկական քանակին մի քաղաքի մեջ։ Օրինակ, Դուբայում կա 20 մոլ, տարբեր չափի, տարբեր ձևի, բոլորում կա նույն բրենդը ներկայացված։ Երևանում կա 3-4 մոլ, եթե բոլոր մոլերում էլ տեղ լինի, նույն բրենդը 3-4 մոլում էլ կլինի։ Ուղղակի տեղի խնդիր կա։ Հիմա հարցս հետեւյալն է. արդյոք մի խանութի արկայությունը մյուսի վաճառքների վրա չի ազդում, փոքր քաղաքի մեջ, հա, կամ մի քիչ ավելի մեծ քաղաքի մեջ, բայց 150 հատ Massimo օրինակ Ստամբուլում կա, բոլոր մոլերում Massimo կա, մոլ կա, 2 հատ կա նույնիսկ։ Ոնց է սպառողի վարքագիծը sense դեպքերում։ Լավ հարց է, կախված է մի քանի կան տարբեր տեսակի հաշվարկներ։ Առաջին կախված է բրենդի տեսակից։ Կան բրենդներ, որոնց համար ես ունեմ հստակ հաշվարկ, որ եթե ես բացեցի առաջի խանութը X վաճառքով, երկրորդը բացելուց առաջ խանութի վաճառքները նստելու են 30%-ով, որը կարելի է վերականգնել 1 տարվա ընթացքում։ Օրինակ, հաշվարկի մի օրինակ։ Բայց ամեն ինչ միանշանակ չի ու կախված է շուկայից։ Կա մի հատ հասկացողություն կոչվում է buying power, հա, հաճախորդների գնման հնարավորությունը, որը տարբեր երկրներում տարբեր է։ Դու չես կարա buying power-ը Հայաստանի համատես ունակ Մոսկվայի buying power-ի հետ, որտեղ կային 100-ից ավել, ասենք, լևիսներ, օրինակ, նկատեմ Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ։ Ինչի՞, որովհետեւ ռուս հաճախորդի համար Levi's-ը, որը իհարկե Ռուսաստանում ավելի թանկ էր այն ժամանականում Հայաստանում, ինքը ամենօրյա բրենդ է, ոչ չի համարվում պրեմիում, այլ ինքը առօրեական, լավ, որակի բրենդ է եւ իրենց buying power-ը թույլ էր տալիս բոլոր մոլերում ունենալ Levi's, անգամ այն մոլերում, որը կաղա այդ հատվածը, հա, քաղաքի այդքան գնողունակ հաճախորդներ չէին։ Հիմա բրենդները հասկանալու համար թե քաղաքում ինչքան կարելի է բացել, արժի բոլոր մոլեր մտնել թե չէ, կախված է այդ բրենդի յուրահատկությունից։ Եթե բրենդը ունի յուրահատկություն, որ բոլորը կարող են գնել, կոնկրետ այդ քաղաքում, այդ երկրում, ինչու՞ չէ։ Ինքը ունի իր հաշվարկները, որ կարելի է բացել, կնստի մի խանութի վաճառք այսքան, չգիտեմ, 1 տարվա, 2 տարվա ընթացքում ես կբարձրացնեմ եւ այլն, հա, ինչ որ PNL-ա կազմում, ինչ որ իտոգի է գալի, ինչ որ արդյունքի է գալիս։ Massimo-ի մասով չունեմ այդ ցուցանիշները, ճիշտն ասած, քանի հատ կա Ստամբուլում, բայց ընդհանրապես Թուրքիայում մոլերի քանակը շատ է։ Իրանք նույնպես թուրքերն են, այսինքն fashion-ի retail-ում աշխատող թուրքերներ են դրանից բողոքում, որովհետև դրա հետևանքով եկել է նրան, որ ամեն դեպքում տրաֆիկը
ուղղակի բաշխվել է, հա, ինչ որ տիպի դիվերսիֆիկացվել է բոլորի վրա ու կան որոշ ուժեղներ, որոնք կարողացել են այդ դիրքերում մնան, ոչ թե չէ։ Հայաստանի պարագայում դու չես կարող, մեր քաղաքը սահմանափակ է, դա գաղտնիք չի, ու դու չես կարող բոլոր բրենդները բոլոր մոլերում բացել։ Որովհետև կա մոլերի միջև կա տարբերություններ, գնողունակության, հա, հաճախորդների դա ոնց որ փորձը ցույց է տալիս, որ դա Դալմայում ունեք խանութ։ Հա, իհարկե, Դալմայում ունենք խանութներ։ Դալմայում, Երևան մոլում, Մեգամոլում, Ռիո մոլում, Հյուսային Պողոտայում։ Հա։ Եթե Հայաստանում եւս մի Դալմայ չափ մոլ լիներ, էլի կլիներ, այսպես ասած կլինեին հաճախորդներս քեզ։ Այ, բարդ հարց է։ Ես ինքս, եթե ունենայի ներդրում, Հայաստանում եւս մեկ մոլ չի բացի։ Ես կբարձրացնեի ինչ որ տեղեր, այսինքն բրենդ միքսի հետ կխաղայի, եթե իմ որոշելը լիներ, բայց նորմալ չի բացի, որովհետև ամեն դեպքում կան հաշվարկներ, օրինակ, եթե եկեք ես Տաշկենտի մոլի ասեմ, որտեվ դա հայկական բիզնես չի, հա, տրաֆիկը ամսական 1.5-1.2 միլիոն մարդ է։ Ինչքան ամսական։ Ամսական 1.2 միլիոն մարդ տրաֆիկ, դա մեծ թիվ է։ Քաղաքը ինքը 3.5 միլիոն է, բայց 1.5 միլիոն տրաֆիկը իր buying power-ը ցածր է։ Այսինքն Հայաստանի մեկ մոլը եթե ունենար 1.5 միլիոն տրաֆիկ, այս buying power-ը, որը այժմ ունի Հայաստանի հաճախորդը, մոլի չափսերը պետք է 2 անգամ մինիմում մեծացնել, որպեսզի կարողանայինք այդ հաճախորդին տալ այն product-ը, որ ինքը փնտրում է։ Վերադառնալով հարցին, Հայաստանում չէ, ես եւս մեկ մոլ չէի բացի։ Okay, հետաքրքիր է։ Հայաստանում կա շատ բրենդներ կան, ովքեր հերթագրված են, ցուցակված են մոլերի մոտ, ովքեր ուզում են խանութ բացել, ուղղակի տեղ չկա։ Այսինքն retail space չկա։ Կստացի retail space-ի խնդիրը այսօր ամբողջ աշխարհով է, որ retail space-երը չեն հերիքում այն բրենդերի առաջարկին, որը այսօր ինչից է առաջացել, որովհետև վերջի տարիներին ստեղծվեցին շատ նոր բրենդներ, որոնք ուղղակի հետաքրքիր կերպով վերցրեցին ոնց որ շուկայի իրանց հատվածը։ Եկեք նայենք Aloe-ի օրինակը, որը հայտնվեց շատ հետաքրքիր մարքեթինգային ստրատեգիայի միջոցով, ընդամենը ունենալով շատ այդքան բավական սվապրոսեմի որակ իրականում եւ բարձր գին եւ ինքը վերցրեց մասնավորապես Nike-ից ամերիկյան շուկայում մի հատ մեծ հատված իր մարքեթինգի շնորհիվ եւ նրա շնորհիվ որ ինքը կարողացավ գրավել նոր սերնդին իսկ այսօր բրենդները կարան առաջ գնան եթե իրանք անդադ նոր սերնդին գրավեն այդ բրենդը իմ պատկերացման մեջ երկրորդ հայտնությունն է շուկայում որ չգիտես ոնց եկավ մտավ ու կան էլի կան նշամ Lululemon Alon ուղղակի sense ավելի եւի հայտնի կլինի մեր հայերին իրանք շատ հետաքրքիր ձևով հայտնվեցին որովհետեւ չգիտեմ իրանք ստրատեգիան էր որ ոչ թե մտնել ընդհանուր հա այդ օվկիանոկարմիր օվկիանոսի ջրերի մեջ եւ կռվել Nike Adidas-ի Puma-ի հետ այլ վերցնել իրանք բաց օվկիանոսը որտեղ չկա մրցակցություն ու ընդհանրապես նոր բրենդները այդպես են ոտքի կանգնում շատ արագ եթե իրանք վերցրել են նիշա որը ոչ մեկ չի զբաղացնում այսինքն դուք համար հորինում ես նիշա Aloe-ի դեպքում այդ պիլատեսն էր ինքը իրան positioning արեց որ ես պիլատեսի համար եմ ինքը վերցրեց բացեց պիլատես հաուզներ կամ արդեն գործողների համար դրանով բերեց պիլատեսը մի հատ նոր դաշտ չգիտես որտեղից բոլորը սկսեցին պիլատեսով զբաղվել մոնետիզացրեց մարքեթինգ արեց հետո իր արածը մոնետիզացրեց եւ կանանց գիտակցության մեջ եթե դու ուզում ես զբաղվես պիլատեսով դու պետք է լինես Aloe-ի լոգոյով Դա հենց դա է հետաքրքիր, հա։ Դրա համար եթե բրենդը կարողանում է իրան կապել ինչ որ երևույթի հետ, ինքը գնում է առաջ։ Եթե դու կարողանում ես քեզ կապել ինչ որ գաղափարի հետ, դա է որ բրենդը տանում է առաջ։ Դա համար Alon շատ արագ վերցրեց Nike-ից մի հատ մեծ կտոր, իհարկե նա արդեն լայնացրել են, չէ՞, իրանց պիլատեսով մտել են։ Հա, լայնացրել են, արդեն մտնում են lifestyle, եթե Նյու Յորքում լինեք, նայեք հենց Նյու Յորքյան lifestyle-ով ապրող աղջիկներին, իրանք կապ չունի գնացել են առավոտը թեյ խմելու, թե սուրճ խմելու, իրանք ուղղակի Aloe-ի նասկիներով, Aloe-ի բանով եւ այլն, ամեն ինչը պետք է լինի Aloe։ Բրենդի գաղափարը դա է։
Այսինքն դու ստեղծում ես մի հատ պատմություն, որի շուրջ ստեղծում ես բրենդ, որի շնորհիվ մարդիկ քեզ ասոցացնում են ինչ որ իրանց կյանքի մի հատ Դու ավելացրել նաև տղամարդկանց լինեքան, չէ՞, առաջ դա չկար։ Դա շատ հետաքրքիր մի հատ օրինակ է, որ ոնց կարելի է գիգանտների կողքը շատ արագ ճիշտ մարքեթինգի ու ճիշտ positioning-ի այդ քո տորտի կուսոկը որ դու շատ արագ վերցնում ես։ Լսի, դրա օրինակը ֆանտաստիկ է Dyson-ն է, պրոստը չկա տես բան։ Ասենք այն աշխարհում երբ որ կար Bosch, չէ՞։ Dyson-ի պատմությունը գիտես, բայց Հա, գիտեմ, կուզենայի մի հատ քո աչքերով նայել, որպես հենց այդ բիզնեսի հետ կապ ունեցող, հա, գործարար, երբ որ մեր միջև Dyson-ը չէ Bosch-ը այդ ամեն ինչ արտադրող, ամենավորակով գերմանական, ասենք մի հատ ուժեղ ընկերություններ, էլի կային բրենդներ, բայց ոնց որ ինքը այդ նիշա մտավ ու հեղափոխեց, հա, հիմա կանանց համար Dyson-ը նույնիսկ չէր քննարկվում, առաջին տեղում է։ Dyson-ի հիմնադիրը աշխատում էր մի հատ տենց կամպանիայում, որ արտադրում էր էլեկտրոնային սարքավորումներ, ու ինքը իր կնոջը փորձում էր տանը օգներ, ինչպես օգնելը որ նա աներ իր մասը տան գործերի, եւ շատ հաճախ փոշեկուլ էր անում, պիլասոս էր անում, ու անընդհատ ինքը ներվայնանում էր նրանից, որ կնոջ երկար մազերը փաթաթվում էին այդ ֆռիկի վրա, ու դա չէր մաքրվում։ Ու Dyson-ը ինչ է անում, ինքը երկար մտածում է, ինքը ոնց որ նաև ինժեներ ֆիզիկա լինում, երկար մտածում է ինչ անի ու առաջի բանը որ մտնում է դա այդ ցենտրոֆուգայի մասին է, օդային ցենտրոֆուգայի, որ մեջտեղով է պատտվում։ Այս օրինակը շատ, կստացի խորհուրդ եմ տալի այդ գիրքը, Теория черного ящика, գրքում նկարագրված է, եւ ինչ անում, երկար տարբեր մտածում այնտեղ շշով եւ այլնով ստանում է, գնում է իր ղեկավարի մոտ, ասում է, ասենց բան եմ մտածել, որ աշխատում է։ Ղեկավարի իդեան ուղակի մերժում է իրան, ասում է, ոնց որ ինձ հետաքրքիր չի։ Այս ուղակի պատմում որ Dyson-ը իրական փոշեկուլից է սկսել ու հենց ինքը իր փորձից էլի։ Ասում է հետաքրքիր չի, ու Dyson-ը գնում է որ իր իդեան պատենտավորի ու պարզվում է որ այդ նույն իդեան փորձում են պատենտավորեն մոտավորապես եւս 10 մարդ այդ պահին։ Այս էլի եւս մի օրինակ որ իդեան այդքան արժեք չունի, ինչքան իր ռեալիզացիան եւ ինքը միակն է լինում այդ 10 տոլի քանի մարդկանց մեջ, որ կարող է իդեան, որտեղ երբ որ իրան իր ղեկավարը մերժում է որ մտցնեն արտադրության փորձեն չբան ինքը գնում է ուրիշ տեղ եւ ի վերջո կաղում է այդ պատմությունից հետո է նոր գալիս ֆենի պատմությունը այն ամեն ինչ ինչից մենք ավելի հայտնի գիտենք ու Dyson-ի օրինակը շատ սենց կարևոր օրինակ է որ էլի մեծ շուկայում մեծ սենց ակուլաների մեջ ինքը կարողանում է իր նիշան վերցնի նրա շնորհիվ որ ինքը բերում է մի հատ նոր ապրանք որ էլի փոշեկուլ է բայց լիարժեք փոխում է մոտեցում որտեղ ասում է ես լուծում եմ մի հատ խնդիր որով դեռ ոչ մեկ չի լուծում։ Ես լուծում եմ երկար մազերի խնդիրը, ինչով ցանկացած մարդով գետ մեկ անգամ փոշեկուլը արետունը հասկանում է իսկապես խնդիրը։ Ու երկար մազերի խնդիրը երկու ստեկ է լուծում, համ գլխի վրա, համ հատակի վրա։ Հետո սկսում է գլխի վրա լուծել։ Հետո սկսում է գլխի վրա լուծել։ Ու ցանկացած իդեա որ ինքը մտածում է, արագ պատենտավորում է ու այդպես առաջ։ Բայց ինքը այդ երկու նիշայում է, չէ՞, չի լայնացրել, այսինքն ֆեներ ու փոշեկուլներ։ Ֆեներ արդեն ունի բան բետավոյ տեխնիկային մասով որ հանրային զուգարաններում ունի ձեռքերը չորացնելու հարմար բաներ, հա, էլի շատ հետաքրքիր բրենդ է։ Ասում եմ ասեմ միշտ ոնց որ տենց խոսք կա որ սենյակում 3 հոգանոց սենյակում զբաղված սենյակում միշտ 4-րդի տեղ կա, էլի։ Հա, հետաքրքիր է։